Արևոտ Լոս Անջելեսում մենք արթնացանք, Հայաստանում արդեն գիշեր է, Ինդիանայում արդեն ցուրտ է, մեր հետևորդները միացել են Ինդիանայից, այնտեղ արդեն ցուրտ է։ Փաստորեն Ինդիանայում 4 season է։ Վստահաբար, շատ Ամերիկայի հիմնական մասը 4 season է։ Կարոտել եմ։ Նույն է բարև։ Ցուրտն եմ, ձմեռն եմ կարոտում, Հայկ ջան։ Սարերը բարձրանք Իրանք ձմեռը։ սարեր, որ կարոտները սառնեք, չնայած մեր Հայաստանի ձմեռն չի հասնի, միշտ հիշում եմ հեն առաջի ձյունը, որ գալիս էր պապայի հետ իջնում էինք բակ գիշերը ու սկսում էինք ձյուն բռնել։ Իրանի այդ օրերը։ Կարինե մորքուր բարև։ Վայելույս Նունե ջան, դե ինչ Հայկ ջան, գիտեմ, որ այսօր հրաշալի թեմա ունենք, ինչպես միշտ մեր շաբաթօրյա թեմաները հրաշք են, ողջ շաբաթվա ընթացքում չգիտեմ, երևի թե լինում ենք լավ եւ վատ տրամադրության մեջ, նամանավանդ այն ինչ կատարվում է մեր հայրենիքում, այդ բառը սիրում եմ, որ դուք հաճախ եք օգտագործում, խժդժոցների մեջ ենք, այսինքն խառնենք եւ շատ կարեւոր է այս ժամանակահատվածում չկորցնել Աստծո ներկայությունը, չմոռանանք ինչի համար ենք հավաքվում, չմոռանանք ինչի համար ենք ընդհանրապես այս աշխարհ եկել եւ կրում ենք այդ անունը ազգության հայ, ով ընդունել է քրիստոնեությունը եւ երևի չէ հաստատ ամենակարևոր որոշումն է, որ հայ ազգը արել է, որի համար ես անչափ շնորհակալ եմ, ես այնքան երջանիկ եմ, որ իմ նախնիները ընդունել են քրիստոնեությունը եւ այսօր ես ունեմ հնարավորություն ճանաչել մեր Տեր Հիսուս Քրիստոսին ձեր միջոցով, ինչու՞ չէ Հայկ ջան, այն օրը մեր հին վիդեոներն էի նայում եւ հասկացա, որ մենք լիքը աճել ենք եւ մեր հետ էլ փաստորեն ժողովուրդն է գնում։ Ես կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը, երբ դու ճանաչում ես Աստծուն եւ քեզ հետ նաեւ մարդիկ են սկսում ճանաչել Աստծուն։ Ինչի մասին ենք այսօր խոսելու, Հայկ ջան։ Արի ջան, նախ ուզում եմ հիշեցնեմ, որ մենք 7 թեմա ենք նախընտրել ու այս բոլորը ջատագովական էին։ Եվ ջատագովակը նշանակում է հավատի պաշտպանություն, այսինքն երբ որ մեկը լավ նկատառումով կամ վատ նկատառումով գալիս ու քեզ հարցնում է ինչու ես դու այսպես կամ այնպես անում կամ ինչի քո եկեղեցում սենց բան կա կամ քո քրիստոնեության մեջ դու կարողանաս պատասխանել, որպեսզի դիմացինին օգնես, իսկ եթե նույնիսկ մարդը փարիսեցու նման է մոտեցել, միևնույնն է դու պատասխան տաս, որ երրորդը չգայթակղվի։ Սա կոչվում է ջատագովություն, հունարեն apologetics, հավատի պաշտպանություն։ Եվ մենք սկսեցինք առաջի 3-ը արդեն արել ենք խաչակնքում, խաչի կիրառություն։ Երկրորդը մոմ, խունկ, սրբապատկեր արեցինք։ Երրորդը Սուրբ Մյուրոն եւ ավետարան։ Եվ այսօր հասել ենք քահանայություն, թանուր գաղափարին, կոչումին եւ նաեւ Տեր հայր այս տերմինին, որ հաճախ ասում են քահանային Տեր հայր չի կարելի ասել, ընդհանրապես հայր ոչ ոքի մի ասա եւ այլն։ Եվ հետաքրքրորեն այս 4-րդ համարը կամ նյութը համընկավ այսօրվա իրապես այս վիճակին ու ինչ որ չափով կարծում եմ, որ սա էլ Աստծո նախախնամություններ, որ փորձենք մի քիչ հասկանանք ավելի խորքային, այնպես որ Աստված է ուզում որ հասկանանք թե ինչ է քահանայությունը, ով է քահանան, ինչու՞ չէ լավ քահանայի մասին, նաև իրենց կարգը ուրացած քահանաների մասին, ամեն ինչ կա, բայց ամենահիմնականը պիտի փորձենք անաչառ լինել ու ճիշտ հասկանանք, որովհետև հաճախ երբ որ առանց հասկանալու սկսում ենք մեր վրա մեղք վերցնել, անգամ հայոյել օծյալին, այդ դեպքում բնականաբար սա ոչ թե այդ մարդն է վնասվում, այլ ինքդ ես վնասվում, որովհետև չիմացությամբ ինչ որ բաներ ասի։ Ուրեմն նախ հասկանանք, թե ինչ է քահանայությունը, հետո կգանք այս տերմինին, որովհետև շատ է սա կիրառվում։ Փաստորեն Աստծո համար կարևոր է, որ լինեն քահանաներ։ Բնականաբար կարևոր է ու դրա համար միշտ ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ եթե Աստված մի բան հրահանգում է, ինքը հենց այնպես չի անում, ինքը մարդու նման չի։ Աստված երբեք մարդու նման չի, որ մի բան անի, հետո զղջա, հետո ասի ինչ է արեցի, հետո իրան շտկի։ Աստված ինքը կատարյալ է, եւ եթե մի բան ասում է, ուրեմն դա արդեն հավիտենական է, ինչպես որ ինքը պիտի ասեր, եւ ինքը ի սկզբանե պատվիրեց, որ իմ ու ժողովրդի միջև պետք է լինել միջնորդներ, ովքեր որ երկու հիմնական գործ կկատարեն։ Առաջինը կպաշտպանեն իմ սրբությունները եւ կպահպանեն իմ սրբությունները,
Եվ երկրորդը ժողովրդին կօգնեն, որ իրենց մեղքերի համար զոհ մատուցեն, սա հին ուխտի մեջ է, բայց մեղքի գաղափարը նոր ուխտի մեջ է ամբողջությամբ։ Սրբության պահպանություն ու պաշտպանություն եւ մեղքի մաքրագործում։ Ու դրա համար ուղղակի ուզում եմ ելից 40 ընթերցել, որ նորից Աստծո խոսքը լինի, ոչ թե Հայկին, որ ասում էր Ահարոնին ու նրա որդիներին կբերես վկայության խորանի դուռը ու նրանց կլվանաս ջրով, Ահարոնին կհագցնես սրբազան պատմուճան, այսինքն զգեստը, կոծես նրան, կսրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց կհագցնես պատմուճաններ, կոծես նրանց, այնպես ինչպես օծեցիր նրանց հորը, եւ նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց ցեղերի մեջ հավիտենական թող լինի։ Սա ելից 40-ի մեջ էր, 12-ից սկսած։ Այսինքն Աստված հստակ պատվիրեց Մովսեսին, մեկը որ բացառիկ էր Աստծո հետ իր հարաբերության մեջ, որ այսպես ես անելու, ինձ համար մարդիկ են պետք ու մի անգամից ուշադրություն եթե դարձրեցիք, մի անգամից որդիներին էլ ասեց կոծես։ Որ շարունակականությունը արդեն իսկ լինի, որտեղ վերջում ինքը ցա կոչել է հավիտենական քահանայություն։ Այսինքն սա շատ հստակ է, որ Աստված սա արեց մեր համար, որովհետև իր ու մեր հարաբերության մեջ մարդ անհատի եւ Աստծո հետ հարաբերության մեջ պետք են լինել անձինք, ովքեր որ ավելի են խորացել Աստծո հետ շփումի, Աստծուն ճանաչելու մեջ եւ իրենք օգնում են, առաջնորդում են։ Մարդը ընդհանրապես այդպես է, մարդուն առաջնորդա պետք։ Եվ հոգևոր եւ աշխարհիկ։ Եթե աշխարհիկ առաջնորդություն չկա, եթե պետությունը գլուխ չունի, ղեկավարություն չունի, այդ պետությունը քաոս է։ Բոլորը իրար ղեկավար են կարծում, բոլորը ինչ ուզում անում են, դա դառնում է իրապես ջունգլի։ Ուրեմն ղեկավարություն է պետք։ Նույնը եւ ավելին հոգևորին, որտեղ հոգևոր ոչ միայն աշխարհի հետ առնչվում, այլ նաեւ առնչվում է Աստծո ու մարդու հարաբերության մեջ, ու այդպես այդտեղ պետք է անպայման ղեկավար, որը որ ինքնին կառաջնորդի ու դրա համար այդ ղեկավարը, բայց ի տարբերություն, եթե կհիշեք, հենց նախորդ նյութը Մարկոսի, որ մենք սերտում էինք, սա էր 10-րդ գլխի վերջը։ Ի տարբերություն աշխարհի ղեկավարի, որոնք որ տիրում են, ասում է Քրիստոս, դուք պետք է լինեք ծառա։ Սա է այդ տարբերությունը։ Եվ ոչ թե եթե ուզում եք առաջին լինել, պիտի վերջին լինեք։ Ու այստեղ է տարբերությունը աշխարհիկ ղեկավարի ու դրա համար քոհեն կամ քահանա բառը, որը որ արամեերեն բառը քահանան, քոհեն եբրայերեն, իրանք իրար մոտ լեզուներ են, քույր լեզուներ են, ինքը նշանակում է նախ եւ առաջ սպասավոր, ծառա։ Այսինքն այդ մարդ ում որ իշխանությունը տրվեց, ինքը նախ եւ առաջ պիտի իմանա, որ ինքը ծառա է, ինքը սպասավոր է, եւ ինքը սպասավորում է Աստծուն եւ ժողովրդին։ Եվ ինքնին քահանայությունը երկու բան է, ընդհանրապես, որ Աստված դրեց, մեկը կոչում է, calling անգլերենով, այսինքն դու պիտի ունենաս այդ կոչումը, որ դառնաս քահանա։ Ամեն մարդու տրված չի այդ կոչումը լինելու քահանա, ինչպես որ շատ-շատերին տրված չեն շնորհներ լինելու այս կամ այն, ասենք օրինակի համար մարդ շատ է ուզում լինի երգիչ, բայց ցայն չունի կամ ականջ չունի։ Միայն մեր ցանկանալով չի, սա նախ եւ առաջ կոչում է, որը մեծագույն կոչումն է, որ Աստված ընտրում է կոնկրետ մարդուն իրեն ծառայելու համար, եւ երկրորդը ինքը խորհուրդ է։ Խորհուրդը այն առումով, որ անհասկանալի է, անբացատրելի է։ Դրա համար ձեռնադրությունը 7 խորհուրդների մեջ է, մենք այս մասին խոսել ենք, որովհետև ինքը նույնիսկ ինքը ձեռնադրվող անձը, որտեղ հոգևորական է ձեռնադրվում, ինքը անգամ չի հասկանում ինչ կատարվեց։ Ու երբեմն այդ չիմացությունն է նաև առիթ հանդիսանում, որ անձը չի տարբերում իրեն, ասենք, պարզ մարդուց եւ սկսում է քայլել կատարել, որ իրեն չէր կարել, ինքը իրավունք չուներ առնելու։ Ուրեմն այդ երկու բանը ուզում եմ, որ մենք հիշենք, իրապես որ այն նախ եւ առաջ կոչում է, Աստված է կանչում, ոնց որ Սամուելին Աստված կանչեց, նույն քահանայությունն էր, երազի մեջ կանչեց, 3 անգամ կանչեց, վերջը գնաց, եւ որ Հեղի հետ խոսեց, ասեց, լավ, գնա ու տեսա, որ Աստված իրան կանչեց, այդ կոչումն է։ Մեկին երազի մեջ, մեկին ուրիշի միջոցով, մեկին մարդկային հարաբերության մեջ, այսինքն Աստված ձևերը գտնում է, որպեսզի կանչի իր սպասավորներին, եւ երկրորդը, որ սա ինքնին խորհուրդ է ու մարդկային ինստիտուտ չի, մարդկային բան չի։ Այստեղ ոչ թե մարդն է ընտրում, այլ Աստված ընտրում քեզ։ Սա շատ մեծ
բանա, որ մենք պիտի ունենանք։ Իսկ փաստորեն այս ուխտի գաղափարը հետևյալն էր, որ երկու բան էին անում։ Առաջինը, որ երբ որ ազգը հեռանում էր, երբ որ ազգը Աստծո սրբություններից փախնում էր, օրինակի համար իսրայելացիները, երբ որ սկսում էին կռապաշտ դառնալ կամ անառակության մեջ ապրել եւ այլ, Աստված հոգեվորականների միջոցով, որտեղ ժամանակ դեռ մարգարեություն չկար անգամ, անընդհատ իրենց զգուշացնում էր կամ փորձում էր մաքրել կամ ու դրա համար երբ որ հոգեվորականի միջոցով անձը դարձի էր գալիս, այդ զոհողության, զոհաբերության միջոցը կար։ Դա առաջին միջոցն էր, որ պիտի ընտրեիր լավագույնը քո կենթանուց, ինչ որ ունեիր, եթե աղքատ էիր փոքրիկ, եթե հարուստ էիր մեծ, ու դա զոհաբերեիր Աստծուն։ Ինչու՞։ Բնականաբար Աստված կարիք չուներ քո արչարի կամ ոչխարի կամ ինչ որ գառնուկի, ինչ էլ որ լիներ։ Բայց ինչու Աստված պատվիրում, որ դու պիտի տաս ու լավագույնդ պիտի տաս։ Որպեսզի անձը, հայկը, անին բոլորս հասկանանք, որ ինքը ամենավերևն է եւ քո ունեցածից ամենալավը դու պիտի իրեն փոխանցեիր։ Իսկ այս շրջանում բնականաբար երբ որ այս իշխանությունը տրվում է, արդեն իսկ մենք նույնիսկ հին ուխտում, հետո մենք գալու ենք նոր ուխտ։ Տեսնում ենք մարդիկ, ովքեր որ չարաշահում են իրենց պաշտոնը։ Ու դա անընդհատ է եղել, անդադար է եղել։ Նույն հեղին, որը որ Աստծո կողմից ընտրված քահանա էր, իր զավակներն էլ քահանաներ էին, չկարողացավ իր զավակներին ճիշտ աստվածահաճո կյանքով առաջնորդել, այսինքն որովհետև ի վերջո ծնողը չի կարող պարտադրել իր կամքը իր մեծահասակ զավակին։ Մենք մեր կամքն ենք կատարում, անգամ Աստված չի պարտադրում ու ինչ եղավ, որ հեղի զավակները մենք ընթերցում ենք առաջի թագավորաց 2-ի մեջ, ասում է մեծ պատարակաղի նման երաժանի էին ընտրել եւ երբ որ գալիս էին զոհ մատուցելու, իրենց ծառ սպասավորին ուղարկում էին, որ գնացեք այդ երաժանին խրեք այդ մսի մեջ եւ ինչ որ վերցրեք, դա մեր բաժինն է։ Քահանաների բաժինը փաստորեն։ Հա, եւ ինքը փաստորեն դրանով խլում էր, այսինքն դա խլելու միջոց էր եւ Աստված Այսինքն կան քահանաներ, ովքեր սրբակենցաղ չեն եղել, նույնիսկ այն դարաշրջանից։ Անպայման, հեղի անմիջապես շատ անվանի մեծ հոգեվորականի երկու զավակները, որոնք որ այսօրվա շատ հետաքրքիր է, իմ բաժինը ես պատարակաղը խրում եմ, ինչ որ վերցրեցի, դա իմն է, առանց սпасելու, որ ասենք դիմացինը ինքը կտար կամ իր պաշտոնի չարաշահում էր, ու վերջո երկու զավակներն էլ խիստ պատժվեցին։ Մենք ընթերցում ենք թագավորաց գրքերում ու ավելին հեղին պատժվեց, որովհետև ինքը չսաստեց։ Տխալ երեխեք էր դաստիարակել։ Ինքը չսաստեց իր զավակներին։ Այսինքն ի սկզբանե Աստված շատ հստակ ու պարզ է։ Այս առաքելությունը, այս դաշտը ինքը սուրբ դաշտ է, ինքը մաքուր դաշտ է։ Բայց ի սկզբանե կան եւ մաքուրները եւ ոչ մաքուրները եւ դրա համար է որ մարդ ինքն է ընտրություն կատարում, որը ինչու Աստված ընտրում է ինձ։ Բայց Աստված եթե ինձ ամեն ինչը սպարտադրեց, ինքը էլ ինձ չի ընտրի, ինձ ռոբոտ կդարձնի։ Ու Աստված թողնում է, որ ես իրեն մոտենամ, որ մաքրությամբ մոտենամ։ Եվ եթե ես հեռանում եմ ճանապարհին, որովհետև չարն էլ է շատ խիստ աշխատում իմ վրա, նույնը մենք ընթերցում ենք Հովանու 10-ի մեջ, որ ասում է, եթե հովիվ ես, չարը հովին է խփում, որ հոտը ցրի։ Այսինքն հարձակումը հովի վրա կիրք, ցանկություն, փողի, հազար ու մի հարց շատ ավելի զորեղ է, որտեղ ինքը գիտի, որ մեկի վրա աշխատեց ամբողջ հոտը ցրելու է, ու դրա համար հոգեվորական ինքը շատ ավելի զգոն ու ուշադիր պիտի լինի, որովհետև իր վրա հարձակումները շատ են։ Իսկ եթե սա չի լինում, ինքը ուրանում է իր կոչումը, ինչպես որ եղավ Հուդային։ Հուդան կոչված էր ու Քրիստոս նորից իբրև կատարյալ մարդ ու կատարյալ Աստված ինքը շատ լավ գիտեր Հուդայի լավ պոտենցիալը, պատահական չի, որ Հուդային ընտրել էր մնացածի հետ, որ Հուդան էլ կարող էր լավ պոտենցիալով լինել, բայց Հուդան ինքը նախընտրեց 30 արծաթը։ Այս է պարագան, որ Աստված մեր բոլորի մեջ պոտենցիալը ունի, տեսնում է ու մեզ տալիս է այդ հնարավորությունը, բայց արդեն մեզ է գալիս, թե մենք իրապես Հովհաննես առաքյալ ենք դառնում, թե Հուդա ենք դառնում։ Ու սա մեզանից յուրաքանչյուրը պիտի ընտրի։ Ուրեմն սա հին ուխտի մեջ էր, բայց այստեղ հին ուխտի մեջ մի հատ շատ գեղեցիկ դրվագել կա, ուզում եի ասել, որ Օզիա թագավորը, որ բավական զորացավ, Աստվածաշունչը ասում է երկրորդ մնացորդացի մեջ,
ասում ուզում եմ բառացի ընթերցել 26-րդ գլխում ասում երբ Օզիան զորացավ այնքան մեծամտացավ որ անխուսափելի դարձավ նրա կործանը սա թագավորն է եւ ինչ էր այդ մեծամտությունը որ ասեց որ ես կարամ հիմա քահանայի պաշտոնն էլ կատարեմ եւ ասում է թագավոր է եղել այո եւ ասում է քահանայի պաշտոնն էլ ինչ էր գնաց տաճար եւ խունկ ծխեց սեղանի վրա կարծես թե փոքրիկ բան է խունկ է ծխում բայց տաճարի մեջ խնկարկել եւ երկրորդում օրինաց 26-ի մեջ է սա չափազանց լուրջ խնդիր էր որովհետեւ դու քո վրա վերցեցիր քահանայի պաշտոնը ինչ որ այսօր մենք տեսնում ենք եւ դրա համար ուզում եմ ընթերցել այս միտքը երբ որ սա լինում է մարգարեն հետ տիրոջ եկավ նրա մոտ ու ասաց Օզիաս դու տիրոջը խունկ ծխելու իրավունք չունես այլ միայն Ահարոնի որդի քահանաները որոնք սրբագործված են խունկ ծխելու համար ելիր սրբարանից քանի որ ապստամբեցիր տիրոջ դեմ եւ ի վերջո ընթերցում ենք որ Օզիասը պատժվում է դուրս է գալիս անշուշտ սրբարան ասելով եկեղեցիուց տաճարից իսկ պատճառ ուներ Օզիասը նման բան անելու այո անարդար էին քահանաները ոչ ուղղակի Աստվածաշունչից շատ հստակ է ինքը մեծամտացավ այդ էր պատճառը մեծամտացավ հա չէր ասում որ սրբապիղծ եք դուք քահանաներ հիմա ես կանցկացնեմ ասենք եւ հետաքրքրորեն Աստվածաշունչ Մատթեոն ասում է որ ինքը ճակատի վրա բորոտություն եկավ մի անգամից եւ ասում է վերջի բանը 21-րդ համարի մեջ 16-րդ գլխի 21-ի մեջ ասում է Օզիան բորոտ մնաց միջև իր վախճանը նա տան մեջ մեկուսացած էր նստում բորոտ վիճակում արտաքսված տիրոջ տնից ոչ թե մարդկանցից այլ տիրոջ տնից եւ սա շատ կարեւոր հանգամանք է որ յուրաքանչյուրս պիտի հասկանանք որ քահանայությունը ես ինձանից սկսեմ ինքը աստվածային է ու այդ նախադասությունը պատահական չի ես որ կարդացի որ ասում է դու տիրոջ դեմ ապստամբեցիր քահանաների չէ որովհետեւ Աստված ինքն է ընտրել այդ մարդուն եթե քեզ էր ընտրել դու կանեիր եթե ինձ է ընտրել ես կանեմ սա շատ կարեւոր է որ մենք հասկանանք որ Աստված ինքը եթե ընտրել է եթե իրան օծել ու սրբագործել է ինքը ավելի լավ գիտի քան մարդը եւ եթե այդ մարդը շնորհալի դուրս եկավ ինչպես որ մեր շնորհալիներն են հրաշքներ են փառք Աստծո միջև օրս իրանց ենք հիշում իրանց աղոթքներով ենք մեր աղոթքները նաեւ առաջնորդում բացառիկ են սուրբ են հանճար են Աստված իրանց հազարապատիկ օրհնել է իրանց մաքրության համար իրանց ջանասիրության իրանց զոհողության համար իսկ եթե չէ հուդաներ դուրս եկան ուրեմն սա էլ արդեն այդ մարդկանց խնդիրն է իրանք մոռացվում են իրանք կորան ու ոչ միայն մոռացվում են իրենք հավիտենական տանջանքի մեջ են մնում որը որ ամենացավալի բանն է ու այս կոնտեքստի մեջ մի հետաքրքիր կամուրջ է կատարվում դեպի նորուղտի քահանայություն եւ այս նորուղտի քահանայությունը հաճախ մենք տեսնում ենք Մելքիսեդեկի կարգ Ահարոնյան կարգը փոխվեց Մելքիսեդեկի կարգով եւ հրաշալիորեն Եբրայեցիս 7-ն այս միտքը մեզ տալիս թե ինչ է կատարվում որովհետեւ բարձրացավ սանդղակը եւ ասում է եւ ուզում եմ այս հատվածը ընթերցել ասում է քանզի այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի այսինքն Երուսաղեմի բարձրյալ Աստծո քահանա որ Աբրահամին ընդառաջ ելավ երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից եւ օրհնեց նրան եւ Աբրահամը ամեն ինչից 10-անորդներ տվեց նրան Մելքիսեդեկ նախ թարգմանվում է արդարության թագավոր, ապա թագավոր Սաղեմի, այսինքն թագավոր խաղաղության։ Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի, ոչ օրերի սկիզբ ուներ եւ ոչ կյանքի վախճան, նմանվելով Աստծու որդուն, նա կա ու մնում է մշտնջենապես քահանա։ Եվ առավել եւս հայտնի է թե Մելքիսեդեկի նմանությամբ առաքյալն ասում է երևալու է մի այլ քահանա, որը ըստ մարմնավոր պատվիրանի չէ, որ եղավ քահանա, այլ ըստ անվախճան կյանքի զորության։ Այս բոլորը 7-րդ գլխի մեջ են Եբրայեցիսի, այսինքն այն ինչ որ Աբրահամյանն էր կամ ավելի շուտ տեսանք Ահարոնյան քահանայություններ, ինքը վերափոխվեց հավիտենական քահանայության։ Եվ դրա համար պատահական չի, որ այս մարդու անունը Մելքիսեդեկ էր, որ հին ուխտում ենք տեսնում ենք, որ Աբրահամին իրոք մոտեցավ, բայց ինքը նշանակում է խաղաղության արքա եւ այստեղ Աստվածաշունչը մեզ բացատրում է, որ ինքը պարզ մեկը չէր, որ անհայր, անմահ, անժամանակ, անվախճան։
Այսինքն խորհրդանշում էր Քրիստոսին։ Ոչ այլ մեկի, ինչ որ ես վերջերս ոմանք որ զարմանալիորեն կապում են Հայկի հետ եւ մյուսի հետ, մեր հայրերը բացարձակ նման բան չունեն, մեր մեծ սրբերը, մեր եկեղեցու հազարավոր տարիներ, սա խորհրդանիշն է մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի, որը պիտի լիներ, եւ մենք սա տեսանք։ Եվ ինչ էր այս տարբերությունը հին ուխտի ու նոր ուխտի քահանաների։ Բայց Մելքիսեդեկը հնից էր, բայց մեկը ինքը խորհրդանշում էր Քրիստոսին։ Ինքը խորհրդանիշն էր, այո։ Ինչի փոխվեց Ահարոնից Մելքիսեդեկ։ Որովհետեւ ժամանակը դեռ չէր հասել։ Երբ ժամանակն իր լրումին հասավ, ես ենք ասում, միշտ չէ Աստվածաշունչ Մատյանը արդեն իրական քահանայություն եկավ եւ իրական քահանայապետ եկավ, որ Քրիստոս ինքը։ Եվ իրական քահանայապետ, որ մենք իրեն միշտ կոչում ենք, ով ուզում է լինի պարագան, ամենայն հայոց վեհապարից միջև դպիր, բոլորը քահանայ են, իրական քահանայապետը։ Ես որ աղանդավոր էի, ինձ ասում էին Քրիստոս վերջին քահանան է Մելքիսեդեկից հետո ու այդ քահանաներից հետո, եւ Քրիստոսից հետո այդ քահանա չպիտի լինի։ Աղանդավոր մտայնությունը իմ մոտ այդպես էր, Հայկ ջան, խնդրում եմ մի հատ, եթե կարելի է դա հերքեք։ Չէ, անջան։ Եվ նման շատ աղանդավորների, որ ասում էին Քրիստոս վերջին քահանան էր։ No, Աստվածաշունչ Մատյանը շատ հստակ է մեզ ներկայացնում, որ քահանայությունը ինքը շարունակվում է։ Ու դրա համար այդ Քրիստոս կհիշեք, հենց ես մեջ բերեցի, չէ, Ելիցե 40-ը։ Նույնտեղ էսպես, երբ որ Ահարոնը ասեց Ահարոնին ու իր զավակներին կձեռնադրես, կոծես։ Հիմա նույնը Քրիստոս եկավ եւ մի անգամից իր աշակերտներին ձեռնադրեց քահանա։ Որովհետև պիտի շարունակվի քահանայությունը եւ քահանայությունը մենակ Քրիստոսով չի, Քրիստոս հատուկ դրա համար էր եկել։ Ու դրա համար քահանան է, ամենամեծն է եւ Քրիստոս, չէ, տերմինը շատ հստակ է, Քրիստոս քահանայապետն է։ Okay։ Բոլոր քահանաների պետն է, ղեկավարն է, բոլորը ենթարկվում են իրեն։ Ինչպես որ Սուրբ Պետրոս առաքյալն է այս մասին խոսում 5-րդ գլխի մեջ։ Ինքը շատ հստակ է խոսում, որ երեցներ, երեցը քահանան է։ Բառի տարբերություն կա։ Երեցը հունարենով է, քահանան եբրայերենով է, բայց նույն բառն է, որ ասում աղաչում եմ ձեզ քահանաներից, ես ինքս էլ լինելով քահանա, որ արածեցնեք Աստծո տված այդ հոտ։ Ուզում եք ուղղակի ընթերցեմ, որ ասում ուրեմն աղաչում եմ երեցներին, այսինքն քահանաներին, հունարեն պրեսբիտերոս։ Քահանա։ Ես նույնպես լինելով քահանա ու վկա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի հայտնության, արածեցրեք Աստծո այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո, ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպես երբ Հովվապետը երևա, փառքի անթառան պսակին ընդունեք։ Տեսեք, երբ որ Հովվապետը Քրիստոս, այսինքն քահանայապետը երևա։ Դուք բոլորդ ես էլ Պետրոսը ասում եմ, ներառյալ քահանա ենք։ Բայց քահանայապետը ինքն է, ու ինքը գալու է նորից։ Ու դրա համար այստեղ մենք նույնիսկ արդեն իսկ Աստվածաշունչ Մատյանում տեսնում ենք երաստիճան քահանայություն։ Օրինակ Փիլիպպեցիս 1-ի մեջ շատ հստակ ասում է Պողոսը եւ Տիմոթեոսը ծառաները Հիսուս Քրիստոսի բաց սկիզբն է թղթի։ Բոլոր սրբերինի Քրիստոս Հիսուս, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով եւ սարկավակներով հանդերձ։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն։ Պաշտոններն է, չէ՞, հենց Բաշխված պաշտոնները։ Այո, եպիսկոպոս նշանակում է հոգևորականների վերատեսուչ եւ էպիսկոպոյ հունարեն վերևից նայող։ Եվ դիակոնոս, որ սարկավակն է, նշանակում է սպասավոր։ Եվ կա երեցը, որն ընթերցեցի առաջի Պետրոս 5-ի մեջ եւ նույն գործքի մեջ կա 20-ի մեջ ասում է եւ Մելիտոնից Եփեսոս մարդ ուղարկելով կանչեց եկեղեցու երեցներին։ Այսինքն նոր գտակարանը տեսնում ենք, Հայկ ջան, եպիսկոպոսին, քահանային եւ սարկավագին։ Ինչի եմ սա կներեք, որ ձեզ ընդհատեցի։ Այո, ես հասկանում եմ։ Ասում, որովհետեւ աղանդավորները ինձ շատ են գրում եւ ասում են ցույց տուր ինձ Աստվածաշնչում, որ կա գրված քահանա բառը, եպիսկոպոս բառը, որ ինքը պիտի լինի եպիսկոպոս եւ սարկավագ բառ, ինձ ցույց տուր։ Տեսեք, անկան քահանան է, որ երեցա գրված։ Ինչու, որովհետև նոր գտակարանը գրվել է հունարենով, հին գտակարանը եբրայերենով ու արամերենով։ Հին գտակարանյան այդ բառը
Խոհեն կամ քահանայա, նոր կտակարանն այդ բառը հունարեն պրեսբիտերոս է, որտեղ մեկը մի լեզվով է գրել, մեկը մյուս լեզվով, ինքը նույն բառն է։ Դրա համար, երբ որ հայերեն պրեսբիտերոս բառը հունարեն թարգմանվում է քահանա հայերենով, եբրայերեն քահանա բառը նորից թարգմանվում է քահանա։ Այսինքն, ընդհանրապես, եթե մարդ մի քիչ տարրական գիտելիք ունի ու գիտի, որ 5 տակարանը գրվել է եբրայերենով ու արամերենով, հիմնականում եբրայերենով, այդ ժամանակ քահանա բառն է։ Ներություն, այո, քահանա բառն է, բայց եթե գալիս ենք նոր կտակարան, պրեսբիտերոս բառն է։ Ավելին ասեմ ձեզ, 5 կտակարանյան հունարեն թարգմանությունը, որը որ Քրիստոսից առաջ է թարգմանվել ու որը հրեաները չեն ընդունում, որ կոչվում է 70-ից Քրիստոսից առաջ 3-րդ դարում, այն վայրերը, որտեղ որ եբրայերեն քահանա է գրվել, սա Քրիստոսից առաջ է թարգմանված է պրեսբիտերոս։ Հրեաները թարգմանել են իրենց համար, որոնք հրեա հունախոսներին Ալեքսանդրիայում, այսինքն սա նույն բառն է երկու տարբեր լեզուներով։ Եվ բնականաբար է, ասա ամենատարրական սուրբգրային գիտելիք է, էլի, որ 5 տակարան մի լեզվով էր, նոր կտակարան այլ լեզվով էր գրված։ Եվ ավելին ասեմ, ոչ միայն իրենք կային, այլ Տիմոթեոսին ու մանավանդ Տիտոսին, երբ որ Պողոս առաքյալը գրում է, հետևյալ բան ասում, որ ամեն քաղաք պետք է ունենա իր քահանան։ Եվ ասում է դրա համար իսկ քեզ թողեցի Կրետեում, որպեսզի ինչ պակաս բան կա ուղես եւ յուրաքանչյուր քաղաքում երեց կարգես, ինչպես որ ես պատվիրեցի քեզ, այսինքն քահանա, պրեսբիտերոս։ Կարգես մի այնպիսի մարդու, եւ այստեղ էլ արդեն հոգեվորականի կերպարն է, որ լինի անբասիջ, մեկ կնոջ մարդ, ունենա հավատացյալ որդիներ, որոնք անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն, քանի որ պետք է որ եպիսկոպոսը, տեսեք, երեց ասեց ու փոխեց եպիսկոպոս։ Քանի որ պետք է եպիսկոպոսը անբասիջ լինի, որպես Աստծո ինչ նշանակում։ Մաքրամաքուր։ Okay։ Անբասիջ լինի, որպես Աստծո տնտես, ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, այսինքն ուսմունքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ եւ կշտամբել հակառակորդներին։ Սա հստակ է, բարձր criteria կար, սանդղակ կար հոգեվորականի համար ու ինքը բավականին բարձր պահանջկոտ։ Այո, բայց միշտ չի որ այդպես եղել է։ Ու դրա համար ուզում եմ այստեղ առաջի Տիմոթեոսի թուղթը ընթերցեմ, որ տեսնենք թե ինչ խնդիրներ ունեին առաջի եկեղեցում հենց առաքյալները։ Ասում է, որովհետև այդ նույն երեցը կամ եպիսկոպոսը կամ սարկավակը իրենք էլ թերանում էին ու շատ հաճախ գալիս էին ու մեղադրում էին, որ այս մարդը անառակ է կամ շնացող է կամ էսա։ Այդ ժամանակ էլ է դեր իրար բողոքել են։ Եվ դրա համար չեն բողոքել։ Եվ դրա համար առաջի Տիմոթեոս 5-րդ գլխի մեջ առաքյալն ասում է երեցի մասին անբարտավանություն մի ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա 2 կամ 3 վկաներով լինի։ Ուրեմն լինում էր բան, բայց լինում էր որ իսկապես կա, եթե վկաները կան, ուրեմն արդեն անբարտավանություն է։ Օրինակ ես շատ լավ գիտեմ, որ որոշ երեցի մասին անբարտավանություն էր հոգեվորականի եպիսկոպոսի, որ կատարյալ սուտ էր։ Դուք շատ լավ գիտեք ինչի մասին է խոսքը։ Բայց կարող լինի, որ ճիշտ լինի։ Եվ ասում է, եթե ճիշտ է, եթե ամեն մի ասինքն բամբասանքի մի լսի, բայց եթե ճիշտ է, հիմա շարունակությունն է 20-րդի մեջ 5-ի 20-ն է։ Իսկ մեղանչողներին հանդիմանիր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան։ Եթե ճիշտ Ով ինձ է դա հետաքրքիր։ Տիմոթեոսը, որը որ առաքյալի Ես ունեմ հանդիմանելու իրավունք։ Երեցին։ Տիմոթեոսը ունի, այսինքն ղեկավարը ունի։ Այ իմ ամբողջ խնդիրը, որ ներողություն, որ այ ում է գրված որ հանդիմանի։ Չէ՞ առաքյալի հաջորդին։ Ոչ թե ես հասարակ աշխարհիկ մարդս ով մեղքերի մեջ է, դուրս գա ու ինչ որ բոլորի մոտ հանդիմանի օծյալի կամ առաջնորդի հովվի։ Okay, այ ամենակարևոր ֆակտորը իմ հայ ժողովրդի համար, ովքեր հայհոյում են, այս պահն է, որ ով կարա։ Բայց այստեղ ուրիշ պահ է կար։ Երբեմն երբ որ
հանդիմանությունը չի լինում, կամ երբ որ հանդիմանությունը լինում է կողմնակալությամբ, այդ ժամանակախնդիր ու էսի Պողոս Առաքյալը Սուրբ Հոգով արդեն գիտի։ Ունայք հաջորդ նախադասությունը ինչ է, որ հանդիմանում պիտի հանդիմանես, բայց եթե քո կողմից է, քո մարդն է ու դու չես հանդիմանում, դու ինքդ ես մեղք գործում։ Դրա համար ամենամեծ ծանրակշիռ պարտավորության տակ է դնում Պողոս Առաքյալը Տիմոթեոսին ասելով շարունակությունն է. «Պարտավորեցնում եմ քեզ, Աստծո եւ Հիսուս Քրիստոսի եւ ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի, աչառությամբ ոչինչ չանելով»։ Չասես ինքը մեր ընկերն է, կամ մեր բարեկամն է, կամ մեր հարազատն է, իրան ես ուրիշ աչքով կնայեմ, չեմ հանդիմանի, իսկ այն մյուսին ես կհանդիմանեմ։ Եվ նաև տեսեք 4-րդ միտքը էստեղ, որ հրաշալի միտք է, արդեն 22-ի մեջ։ Ասում է ձեռքերդ շտապով որևէ մեկի վրա մի դիր, այսինքն մի ձեռնադրի, շտապով որևէ մեկի վրա մի դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի եղիր, որովհետեւ երբ որ շտապով ես դնում առանց նայելու այդ մարդը արժանի է, արժանի չի։ Եվ հետաքրքիր ամենավերջի միտքը, որ ասում է, նորից ուղղում է Տիմոթեոսին, ասում է քեզ մաքուր պահիր, որտեվ կարող է դու էլ կեղտոտվես, քեզ մաքուր պահիր։ Դու ամբողջ պայքարը խորքի մեջ, Անի ջան, հոգևոր պատերազմն է, որ Պողոս Առաքյալը լինելով մեծագույն առաքյալներից մեկը, եթե ոչ ամենամեծ գործ կատարածը, ինքը շատ լավ գիտի, որ ինքն էլ է անկում ապրելու, եթե ինքը ուշադիր չեղավ, Տիմոթեոսն էլ է լինելու, այլ մյուս երեցներն էլ են լինելու։ Ինչու, որովհետև այդ ասպարեզը, որը որ Քրիստոսի նմանվելու ասպարեզն է, հոգևորականի ասպարեզն է, ինքը ամենադժվարն է այն առումով, որ քո պատերազմը չարի այդ ամենախիստն է։ Եթե պարզ մարդը, որը որ զբաղվում է ինչ որ մի գործով, մեղավոր է, մեղանչական բաներ անում, ժողովուրդը այդքան չի գայթակղվում եւ ժողովուրդը այդքան մատնացույց չի անում։ Իսկ եթե Աստծո սպասավորն է անում ու 10 անգամ ավելի փոքր կարող անգամ անի, ժողովուրդը անմիջապես քեզ մատնա, բայց ինչու ան, որովհետեւ չարն է բացում։ Որտեւ չարը օգտագործում է վստահաբար իմանալով Աստծո արդարադատությունը, որ Աստված արդար աչառություն չունի։ Պողոսը ասես Տիմոթեոսին աչառություն չանես, որ մնաց Աստված աչառություն անի։ Եթե արդար է ու այս մարդը ընկել է, մեղքի մեջ է, չարը այնպես անում, որ ցույց տա իր մեղքը։ Ու դրա համար իմաստուն հոգևորականը միշտ իրեն հիշեցնում է, որ ես շատ ավելի պիտի ուշադիր լինեմ իմ վրա, մաքուր մնամ, որովհետև եթե ես սայթաքեցի, իմ հետ շատերին եմ տանելու։ Ու դրա համար չեմ հիշում, վստահ եմ դուք ընթերցել եք, չէ՞, Ներսե շնորհալու թուղթ ընթառականը։ Ինքը հրաշալի նամակ է, ուղղված առանձին եւ հոգեվորականին, եւ աշխարհականին, եւ զինվորին։ Ոնց որ շնորհակալ։ Հատվածներ։ Ինքը այդտեղ ասում, այն երկար նամակը, որ բոլորիս խրատում է, կարդացել։ Որ հոգեվորականներին բաց հստակ ասում է, որ ձեր գործ աստվածային գործ է, մի գայթակղվեք, մի շեղվեք, որովհետև դուք կոչված եք մեծագույն պաշտոնի ու սրա համար նաև մեծ պատասխանատվություն եք, ինքը լինելով նաև մեծ հոգևորական եւ ընդհանրապես ընտրված բոլորից ասում էր, քանի որ արժանի եղաք ձեր անձերը երկնային գործին նվիրելու, թույլ մի տվեք ինչ որ պատճառով արատավորվի ձեր պաշտոնը ըստ առաքյալի խրատի, այլ արիաբար եւ հոժարամիտ սրտով առանց ծուլության ամեն ժամին համապատասխան Սուրբ հայրերի սահմանած աղոթքները կատարեցեք եւ մաքուր հոգով, Սուրբ սրտով, անարատ հավատով, մեծ հույսով, պարզ մտքով, կատարյալ սիրով, ահով եւ դողով սպասավորեցեք Աստվածային խորհրդին։ Եվ էսա այդ բանը ու ասեմ, որ մեծ մասամբ այդպես էլ եղել է։ Գիտեք ինչն է նաեւ այստեղ շատ կարեւոր, ոնց որ մենք տեսնում ենք հայոց պատմության մեջ շատ հաճախ դեպքերում։ Լինի արդեն Լուսավորչի շրջան կամ Մեսրոպի շրջան, Շնորհալու շրջան, որ 12-րդ դարը։ Երբ որ կա մեծը, աշակերտը փորձում է նմանվել։ Հիմա նույն Շնորհալին իր հետ ուներ մի խումբ, օրինակ Լամբրոնացու նման, որ իր աշակերտներ կամ Մխիթար Հերացին, որ բժիշկներ էլի իր աշակերտներ, որոնք որ նայում են, ապրում են այս ուսուցիչով, տեսնում են իր կյանքի սրբությունը, իր սերը,
Միշտ դա ինձ մոտ ամեն անգամ ասում եմ ու չեմ դադարելու ասելուց, որ ասում ենք իր աշակերտներին դիմում էր լույսով, լույս, որտեվ տեսնում էր Աստծո լույսը, այդ սերը, այդ նվիրումը, ինչը մենք տեսնում ենք Խորենացու նամակի մեջ, գրության մեջ, Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի, որ խոսեցինք թարգմանչացի ժամանակ։ Երբ որ կան այդ մեծերը, որոնք որ եւ իմաստուն են, եւ սրբակենցաղ են, եւ սեր են իրենցից, ամբողջությամբ փոխվում է, իրենք շաղախ են դառնում։ Ոնց որ հետո տեսնելու ենք Տաթևացու մոտ։ Տաթևացին հարյուրավոր աշակերտներ ուներ ու դա ինձ համար, որ այդ նույն աշակերտները, որ հետո գնացին ամեն մեկը մի վանք, գողանում էին ֆիզիկապես, որ արի վարդապետ մեզ էլ մի բան տուր, էլի։ Այն ժամանակ այս լայվի հնարավորությունները չկար։ Այստեղ է որ գալիս է ու դրա համար է Վարդան Վարդապետը։ Հերոս են ունեցել։ Հոգևորականներն էլ իրանք ու մեր հերոսը Քրիստոսը, չինեմ այդ բառը կարելի ասել թե չէ, բայց շատ կարևոր է, կարելի է, չէ, բայց ինչքան կարևոր է։ Հա, ես օրինակ շատ անգամ Քրիստոսին ճանաչում եմ իմ ուսուցչի միջոցով։ Ինչքան հետաքրքիր է, որտեղ շատ անգամ իմ հնարավորությունները ինձ թույլ չի տալիս, որ ես Աստված ճանաչողության հասնեմ այդ պահին, բայց իմ ուսուցչի օրինակը ես ունեմ իմ կյանքում մարդ, ով ինձ համար կարա լինի օրինակ, հոգևոր մարդ, ում ես շատ վստահում եմ։ Իր կյանքի օրինակը հետաքրքիր է, սենց սլաքա դեպի Քրիստոս, ու ես իմ ուսուցչի միջոցով ճանաչում եմ ու տեսնում եմ այդ լույսը, հա, Քրիստոսին։ Նույն կերպ փաստորեն շնորհալու աշակերտները ճանաչելով շնորհալուն Քրիստոսին են ճանաչել։ Ինչքան կարևոր է ունենաս այդ մարդուն քո կյանքում։ Այո, ու մանավանդ եթե մենք խոսում ենք իրական մեծությունների մասին, Անի ջան, որոնք ասենք շնորհալի է կամ Մեսրոպ Մաշտոցա կամ Տաթևացի։ Դա երանություն է։ Ես պատկերացնում եմ, թե ինչ է դա, էլի։ Այսինքն նույն Օձնեցու այդ օրինակն եմ միշտ հիշում, որ ինքը այնքան մագնիսական բան ուներ դրական առումով, որ ասում է թուրքերը իրա վրա կարծես թե գլխի վրա բան էին դրել, որ սպանեն, ասինքն որտեվ ինքը փախնում էր վանքից վանք, տեղից տեղ, եւ աշակերտներն էլ հետն էին գնում, որպեսզի այդ ընթացքում, ասում եմ, երբեմն կամորջի տակ էինք հավաքվում դասեր անում, երբեմն խոլ անտառում, երբեմն քարանձավի մեջ, երբեմն էս ինչ վանքում, ինքը անընդհատ փախնում էր, որտեվ մեծ էր ու սուրբ եկեղեցու։ Ասում եմ, մենք էլ հետն էին գնում, գրիչն է պատմում, որպեսզի առիթը բաշխտողենք, չնայած գիտեինք վտանգը, որ եթե իրան բռնեցին, մեզ էլ են ոչնչացնելու, բայց այդքանով հանդերձ մահվան վտանգի ներկայության մեջ իրանք միևնույնն է իրանց ուսուցչի հետ էին, որովհետև տեսնում էին այդ լույսը, այդ աստվածային առատ Սուրբ Հոգու լույսը, որը որ բխում էր։ Հաշան, բայց իմ մոտ մի հատ հարց է առաջանում։ Հիմա եթե Պողոսը մեզ պատվիրել է եւ երեցներին պատվիրել է, որպեսզի դուք ձեր մեջ անպայման այդ հարցը լուծեք, հանկարծ անաչառ չլինեք, չասես աղբորս տղենա, իրան չեմ կարա բան ասեմ։ Եվ դա պահեք, որտեղ ինքը գիտեր, եթե չպահեն, ավելի վատ է լինելու։ Պողոսը խելացի մարդ էր։ Եվ մարդա, ներողություն, Սուրբ է։ Եվ հիմա եթե չի պահում այդ երեցը, Պողոսի ասածը, ինչ է կատարվում եկեղեցուն ներսում եւ դա էլ անդրադառնում է հասարակ ժողովրդի կյանքի վրա, ոնց կարանք մենք այդ հարցը լուծենք։ Արդյոք դա լուծելի է, արդյոք հասարակ ժողովուրդը կարա գա եւ խառնվի այդ գործերի մեջ, ասի դու չես անում, քեզ Պողոսը պատվիրել է, որ դու չանես անաչառություն, դու չես անում, հիմա ես մեղավոր ես, կամ հասարակ, չգիտեմ, պատարակի գնացող մարդս, պիտի շտկեմ քո սխալը, արդյոք ես ունեմ այդ իրավունքը։ Տեսեք, Անի ջան, երկու բան կա։ Առաջինը, որ այսօր ցավոք սրտի, ես ինչ որ տեսնում եմ, այն մարդիկ, ովքեր որ կարծեցյալ ինչ որ արդարամտության բանի մասին, իրենք ցավոք սրտի բացարձակ գաղափար չունեն եկեղեցուց։ Ու որտեվ եկեղեցու կյանքում մաս չեն կազմել երբեք։ Իրանց եկեղեցական կյանքը եղել է մոն վառելը կամ ինչ որ ծեսին մասնակցելը, եթե պսակա կնունքա կամ տեսակցություն է ու քահանայի հետ երկու բառ փոխանակելը կամ ինչ որ մի քահանայի բարեկամ ծանոթ լինելով դրանով կարծիք են կազմում եկեղեցուց։ Ես 22 տարի ծառայում եմ ինչ հապով եկեղեցում։ Ո հոգևորական չեմ, բաց հավատացյալ եմ։ Ես կարող եմ ասել, որ ամեն անգամ ես ինձ համար բացահայտում եմ ինչա եկեղեցին եւ այդ բացահայտածը փորձում եմ նաեւ փոխանցել, որտեվ նույն բանն է, երբ որ միշտ այդ օրինակն եմ բերում, երբ որ մարդ լսի բժշկությունից ինչ որ մի բան,
ասենք ու իրան թվա թե ինքը բժիշկ է, բայց դու բժիշկ չես, դու դեռ ժամանակ երկար պիտի գնաս, որ հասկանաս թե ինչ է բժշկությունը։ Ինչու եմ սա ասում, որովհետև երբեմն մեր մակերեսային գիտելիքը, որ մենք ունենք կոնկրետ ինչ որ բնագավառ այս դեպքում եկեղեցու համար, կարա շատ վնասակար լինի, քան թե օգտակար։ Որովհետև քո իմացածը շատ թերի է, շատ պակաս է։ Բայց ինչ վերաբերում է ուրիշ մասին, որ այն մարդիկ, ովքեր որ եկեղեցու մաս են կազմում ու տարիներով, տասնամյակներով արդեն մեջն են, այդ մարդկանց վրա է դրված մեծ պարտականություն ու խորքի մեջ։ Հասարակ հավատացյալին դրված է։ Կարա եւ հավատացյալ լինի, որ եկեղեցու կյանքում ակտիվ ներկայություն է երկար ժամանակ։ Ինքը գիտի, ինքը իր սրբությունն է, իր մայրն է։ Ասենք ապաշխարության աղոթքը կարճա, մոտենաս ասես ուզում եմ երկար լինի։ Անպայման։ Հա, այտենց կարաս։ Անպայման, որովհետև ու կամ հենց նույն հոգևորականը, որը որ տեսնում է ու ասում է, որ այս sense չի։ Դրա համար միշտ ընդհանրապես առաքյալները մեզ այդ օրինակը ցույց տվեցին, որ խնդիր եթե կար, մեկը չի պարտադրում իր կարծիքը ու բոլորը լսում են։ Լիներ Պետրոսը, թե Պողոսը, թե Հովհաննեսը, թե Հակոբոսը։ Ժողով էին գումարում։ Ժողով էին գումարում եւ այդ ժողովները որոշում է, ժողով ինքնին որոշում էր կայացնում։ Բայց ժողովի անդամները պիտի ես էգո չունենան, չէ՞ որ ճիշտ որոշում կայացնեն։ Ժողով ուզենք թե չուզենք էգո ունենք, բայց այստեղ նույն առաքյալներն էլ էգո ունեն։ Մենք 3 օր առաջ որ ասում եմ մեզ նստածու երկու կողմ։ Հա, մեր Քրիստոսին ձախ ու աջ կողմը մեզ նստածու։ Մարդու իգոն կա, դու անընդհատ խոնարհեցնում ես, անընդհատ քեզ խոնարհեցնում ես դա։ Դա ամբողջ կյանքի պայքար է։ Ինչ ուզում ես ասա։ Բայց ինչն է այստեղ բանը, որ այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։ Դու քեզ ես կարևորում թե հաստատությունը, անձդ թե կառույցը։ Այստեղ ամբողջը գալիս։ Ու եթե այդտեղ պետք է ընտրություն կատարես, դու քո ընտրությունը մարդու կյանքում այդ ընտրությունը կա, նույն զինվորի պարագան է։ Բոլորի համար կյանքը թանկ է, բայց ինքը նախընտրում է իր հայրենիքի համար, իր ընտանիքի համար, իր զավակների համար, իր կնոջ համար իր կյանքը դնել։ Ու դա այդ մեծագույն զոհողությունն է, որ մարդ կարան, նույնը հոգևորականն է։ Ինքը այստեղ է կամ իր անձն է, թե այդ սրբազան հաստատության, որովհետև եկեղեցու ուզում եմ հիշեցնել, ամենաառաջին պարտականությունը սրբությունները պահելն է։ Նախ քո միջոցով, քո ինքդ քո մեջ, հետո նաև ազգի։ Եկեղեցի ասելով մեզ նկատի ունեք։ Այո, հավատացյալին։ Հավատացյալին։ Ու այստեղ նաև գալիս է երկրորդ բանը, որ հոգևորականի նաև իշխանությունը ինչ էր գալիս։ Կհիշեք, ես երկրորդ բանը որ ասացի, մեղքն էր։ Այո։ Որ իշխանություն տվեց Քրիստոս մեղքերը ներելու։ Այն մեղքը, որ հին ուխտում ոչխարի արյամբ էր, կարծես թե քավում։ Այսօր այդ մատաղի մեղքերը քավելու համար կարևորություն չկա։ Աղանդները կատեգորիկ դեմ են սրան, որ մենք մեր քահանաների միջոցով մեղքերի թողություն ենք ստանում։ Դե իրանք ուրեմն ավետարանին դեմ են, որովհետև ավետարանը շատ հստակ է Մատթեոս 16-ի մեջ, որ շատ հստակ ասում է, որ դու վեմես եւ Պետրոս առաքյալին, որ դու վեմես եւ նախ դժողքի դռները պիտի չավերեն դա եւ ասում է ու մեղքերը ներես, ներված կլինի ու մեղքերը չներես, ներված չի լինի։ Եվ սա շատ հստակ է։ Եվ այս մենակ Պետրոսին ուղված չէր։ Այո, որտեվ հետո Մատթեոս 18-ի մեջ արդեն ոչ թե Պետրոսին ասում, երկու գլուխ եկում, այլ առաքյալներին ասում։ Եվ ավելին, այս մտայնությունը, որ Քրիստոս բերեց, հրյաներն էլ չէին հասկանում, ինչպես որ աղանդավորները, որտեվ երբ որ կհիշեք Քրիստոս անդամալույծին, երբ որ առաստաղը իջացրեցին ու ինքը ասեց, որդյա, քո մեղքերը քեզ ներված են, հենց նույն այդ հրյա օրենսգետներն ու մասնագետները ասեցին, այս հայյանքը ասում, ով կարա մեղքերը ներել, եթե ոչ միայն Աստված։ Եվ ինքը փաստեց, որ ինքը Աստված է, որտեվ այդ մարդկանց մտքերը կարդաց, նրանք մտածում էին, ասում է ավետարանը։ Իսկ միայն միտք ընթերցողը Աստված ինքն է, որ մտքերն էլ է կարդում։ Եվ նաև սրա շարունակությունն էլ կա, որ այդ իշխանությունը, որ աստվածային իշխանությունն է, որ հին ուխտում կենթանու միջոցով էր անում, այսօր Աստված մարդ դարձավ նոր ուխտում, ցույց տվեց, որ ինքը այդ իշխանությունը ունի եւ նաեւ այդ իշխանությունը փոխանցեց իր անմիջական առաքյալներին։ Ու դրա համար է, որ ես նոր ընթերցեցի, որ բոլորին չի սա տրված։ Դրա համար է Պողոսը Տիմոթեոսին ասում, ամեն մարդու վրա ձեռը չդնես,
Նույն ձևով բոլորին չփոխանցվեց բժշկության օծությունը, որ աղանդավորները այդ ասում են մենք բոլորս կարանք բժշկենք, չէ։ Իհարկե։ Դե նույն հենց Սուրբ Գիրքը հստակ է ասում ամեն մեկին Սուրբ Հոգին տարբեր շնորհներ է տվել։ Առաջի Կորինթացիս 12-ի մեջ ասա։ Այսինքն մենք չենք կարող շատ հստակ է ամեն ինչ, շատ պարզ է ամեն ինչ։ Ուղղակի մենք պիտի սա ավելի լավ ընկալենք, ավելի լավ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Լյութերականությունից սկսեց այս գաղափարը, որ բոլորը քահանա են։ Հա։ Նման բան գոյություն չունի։ Սա հաստվածաշնչային չի։ Մի տող ես վերցնում։ Դաժե այդքան չեն ասում բոլոր մերոնք, որտեղ ես էի գնում, այդքան չէին ասում բոլորը քահանա են, ինչքան ասում էին, որ Քրիստոսը վերջին քահանան էր, Քրիստոսից հետո էլ քահանա չկա, բայց մենք բոլորս Աստվածաշնչում հա, նախ չկա որ մենք վերջին ու բոլորս կարող առաջին ենք քահանա։ բժշկություն անել, բոլորս էլ կարող ենք ձեռնադրություն անել, ձեռքս դնեմ աղոթեմ, բոլորս կարանք լինենք հովիվ, երբ որ աճում ես կարաս դառնաս հովիվ, ընդհանրապես ոչ մի խոչընդոտ չկա։ Այսինքն այդ բաժանվածությունը իրանց մեջ չկա։ Չէ, որովհետև դա այդ մարդու եսի բան է, որովհետև Աստվածաշունչը շատ հստակ է, որ կային հոգևորականներ, եպիսկոպոս, արկավակ եւ պրեսբիտերոս, եւ իրանց է տրված իշխանությունը եւ հստակ է, որ ասում ամեն քաղաքում մեկին կնշանակես, այդ մարդիկ այսպեսին կլինեն, չափանիշ կար, թե ինչպեսին պիտի լինի եպիսկոպոսը կոնկրետ։ Բոլորը եպիսկոպոս չէին, եպիսկոպոսը մեկն էր, համայնքին մեկ եպիսկոպոս է եղել։ Առաջի դարից, առաքելական շրջանից մի համայնք, մի եպիսկոպոս։ So, եթե բոլորն ասում են ես եպիսկոպոս եմ, բնականաբար սա Սուրբ գրային չի։ Որտեղ Սուրբ Գիրքը բազում տեղեր, եւ եթե ընթերցեն ուղղակի Տիմոթեոսի թղթերը, Տիտոսի թուղթը, շատ հստակ է այս ամեն ինչը։ Ամեն ինչ մանրակրկիտ բացատրվում է։ Չնայած իրանք իրանց հակասումել են, Հայկ, որտեղ իրենց հովիվը հազարած հովիվ չունեն։ Իհարկե։ Բողոքականները իրանք ունեն հովիվ ու շատ դժվարությամբ մարդիկ առաջ են գնում, նենց չի այնտեղ հեշտ է դառնալ հազարապետ կամ հարյուրապետ, իրանց մոտ տենց է էլի։ Եվ պետք է ճանապարհ անցնես, որ քեզ դնեն, դրա հետ մեկտեղ մեկ էլ կարող է գան մեր եկեղեցուն անուն կպցնեն, ասեն ինչի։ Դա դասական փարիսեություն է, որ դու դիմացինին մեղադրում ես, բայց դու այդ նույն բանից անում ես։ So էս էր Անիջան, որ շատ կարևոր է։ Իսկ քահանայի պարագայում էլ Տեր Հայր գաղափարը, որ մշտապես Հայր գաղափարը կա, օրինակ Գործքի մեջ ենք ընթերցում, երբ որ Պողոսը Հայր էր ակոչում։ Ներեցում Պետրոս Առաքյալը Գործքի 3-րդ գլխի մեջ, որ կամ Գործքի 7-ի մեջ, որ արդեն տեսնում ենք, թե ինչպես Ստեփանոսը հայրերով դիմեց։ Այսինքն այն միտքը Մատթեոս 23-ի, որ ոչ ոքի հայր մի կոչի, սա ուղիղ չես կարող հասկանալ, որովհետև ամբողջ Աստվածաշունչ մատյանն եւ Քրիստոս եւ առաքյալները բազում տեղեր հայր են կոչում։ Բայց այստեղ շատ հստակ է, որ արդեն իսկ Սուրբ Գրքից մենք տեսնում ենք, թե ինչպես 3 ձևի հայրեր կան։ Մեկը մարմնավոր հայրն է, որը որ միշտ պահվել է։ Չկա, եթե այդպես լիներ քրիստոնեության մեջ, այդ բառը կմոռացվեր եւ քո ծնողին հայր չէր կոչի։ Եթե աղանդավորական մտայնությամբ հասկանայիր դա։ Երկրորդը այն է, որ կա հոգևոր հայր, ու այստեղ մենք սա տեսնում ենք, թե ինչպես հին ուխտում կամ հենց նոր ուխտում Աբրահամին էին նշում։ Աբրահամը ձեր հայրը տեսավ, Քրիստոս ասում է։ Քրիստոս մի կողմից ասում է ոչ ոքին հայր մի կոչեք, մյուս կողմից ասում է ձեր հայրը Աբրահամը տեսավ։ Այսինքն չի կարող Քրիստոսը ինքն իրեն հակասել, եթե ճիշտ ես հասկանում, շատ հստակ է, որտեղ կոնտեքստի մեջ Մատթեոս 23-ը ավելի շատ խոսում էր փարիսեության մասին, ու ավելի շատ խոսում էր ուսուցչության մասին, որ իրանք իրենց վարդապետ են կոչում, իրենց գրպաններն են մեծացնում, որ շատ բան լցվի այնտեղ։ Եվ ասում է ոչ մեկին վարդապետ մի կոչեք, այսինքն ուսուցիչ բացին ինձանից։ તો ամբողջ ասածը հետեւյալն է, որ խորքի մեջ 3 ձևի հայրություն կա՝ մարմնավոր հայրություն, հոգևոր հայրություն։ Պողոսը հստակ ասում է շատ հայրեր չունեք, Քրիստոսի ավետարանով ես ձեզ ծնել եմ, ես ձեր հայրն եմ։ Կամ Տիտոսին ու Տիմոթեոսին կոչում է իր զավակները, եւ ինքը իրանց հայրը։ Բնականաբար այստեղ արդեն ֆիզիկական հայրության մասին չի խոսքը, այստեղ հոգևոր հայրության մասին է խոսքը, որի նաեւ օրինակը մենք տեսնում ենք ընկահայրության մեջ, հոգևոր հայր գաղափարը, այո։ Եվ կա գերագույն հայրը, որը երկնավոր հայրն է, երկնքում գտնվող հայրն է։ Սա մենք տեսնում ենք հայր մեր աղոթքի մեջ, տերունական աղոթքի մեջ,
որը որ մեր բոլորի երկնավոր հայրն է։ Ու այստեղ ուրեմն շատ հստակ է Սուրբ գրային երեք մոտեցումները՝ մարմնավոր հայր, հոգևոր հայր եւ երկնավոր հայր։ Եվ եթե մենք ճիշտ ենք հասկանում, ոչ մի խնդիր չունեմ ես իմ հորը հայր կոչելու, ոչ մի խնդիր չունեմ հոգևորականին կոչելու հայր, իբրև հոգևոր հայր, եւ բնականաբար ոչ մի խնդիր չունեմ հայր մեր աղոթքի մեջ կամ իմ անձնական աղոթքի մեջ իմ Աստծուն կոչել երկնավոր հայր կամ ուղղակի հայր։ Հայկ ջան, այստեղ հարց ունենք եւ կարծում եմ, որ մեր հայրենակիցներից շատերը այս հարցը հաստատ կունենան եւ ունեն։ Եթե ձեզ դժվար չի պատասխանեք, Լուսի Հակն է հարցը նշել, եւ ինչպես վերաբերվել այն քահանաներին, ովքեր քարոզում են մեղք չգործել, պատարակ են մատուցում, բայց իրենք են մեղք գործում եւ թաթախված են մեղքերի մեջ, եւ ես էլ նույնիսկ կարող եմ այս հարցն էլ ավելացնել, արդյոք ես կարող եմ հաղորդություն վերցնել, չնայած արդեն սրա մասին խոսել ենք, արդյոք ես կարող եմ հաղորդություն վերցնել այն քահանայից, ով մեղքի մեջ է ապրում։ Տեսեք, շատ կարևոր է այդ երկու հարցերը։ Նախ ինքը Քրիստոս նույնիսկ այս մասին փարիսեցիներին ուղղված նյութում ասեց, որ կամ օրենսգետներին, կամ նույնիսկ այնտեղի 5 քահանաներին, որ ինչ որ ասում են, լսեք, որտեվ ճիշտ են ասում, բայց իրենց օրինակով մի շարժվեք, եթե վատն է։ Սա առաջի հերթին, այսինքն ուսմունքը մի բան է, բայց իր անձնական կյանքը մեկ այլ բան։ Այսինքն այն ինչ խոսում է քահանան ուրիշ բան է, թեմատիկան, այնց ոնց որ ինքը ապրում է ուրիշ բան է, հա չմիացնենք։ Դա ինչպես Քրիստոսի բառերն են, որովհետեւ Քրիստոսի բառերը հա ոնց որ թարգմանեցինք, հա։ Հա, երկրորդ բառական կա, ինչ որ հայրերի մոտ շատ հաճախ կա։ Մշտապես եղել են իղծ հոգևորականներ, հենց բառի բուն իմաստով։ Բայց հոգևորականի պղծությունից ու սրբությունից կախված չի Աստծո զորությունը։ Մենք խոսում ենք, եթե մենք խոսում ենք պատարագի մասին, եթե մենք խոսում ենք սուրբ մկրտության մասին, եթե մենք խոսում ենք խորհուրդների մասին, սա կատարողը ինքնին Աստված է։ Եվ Սուրբ Ներսեշնորհալին ասում է, Սուրբ Ներսեշնորհալին հենց նույն թուղթ ընթանրականի մեջ ասում է մենք խողովակ ենք, որի մեջով Աստվածայինն է անցնում, որտեղ Աստված մեզ ընտրել է։ Ուրեմն այստեղ եթե պղծությունից է կախված Աստծո զորությունը, ուրեմն Աստված այդ մարդու մեղքից փոքր է։ Ու նման չի կարող լինել։ Խորհուրդը լինի սուրբ պատարագ, սուրբ մկրտություն, ինչ որ խորհուրդն է, ինչ որ Աստվածայինն է, սա բնականաբար մարդուց կախված չի, ավելին ասեմ։ Մեր կյանքի մեծագույն սուրբ հումն, որ մենք կընտրենք համաշխարհային պատմության մեջ, չգիտեմ, Սուրբ Պողոս առաքյալ, Սուրբ Հովհաննես առաքյալ, ով որ կլինի Քրիստոսից բացի, իբրև մեծությունը, բոլորն էլ մեղավոր են։ Բոլորն էլ անարժան են Աստվածային խորհրդի մաս դառնալու։ Ոչ մեկ արժանի չի բացի Աստծուց, հենց ինքնին Աստծուց։ Ուրեմն այս գաղափարը, որ մեկը ավելի շատ մեղավոր է, թե մեկը ավելի քիչ, էական չի խորհրդի համար, որտեղ բոլորս ընկել ենք շնորհի փառքից, չունենք այդ արժեքը, որ կարողանանք Աստվածային անել։ Ուրեմն ես ինչպես եմ մոտենում։ Եթե հոգևորականը կապ չունի ինքը ինձ համար դրական է, թե բացասական կերպար է ինձ համար, իբրև անձ, զուտ անձ, ես ոչ մի խնդիր չունեմ իրենից իր հաղորդությունը ստանալու։ Եթե ինքը խորհրդի մեջ է։ Այո, եթե ինքը աղոթք է անում, ասենք մեր հայրերի աղոթքն անում, կամ Սաղմոս ընթերցում, ինչու՞ չէ, սրանք Աստծո խոսքերն են, որոնք որ ինքը ունի այդ իշխանությունը տալ, որտեղ սա Աստվածային է, իրենը չի։ Այդ պահին ինքը չի Սուրբ Հոգին, հա։ Աստված է անում, դու խողովակ ես, դու միջոց ես, բայց եթե անձնականը արդեն հարաբերում։ Մի րոպե էլի, Աստված ոնց կարա, այս հարցը պիտի տան։ Աստված ոնց կարա մեղավոր խողովակի միջոցով իմ հետ խոսա։ Տեսեք, որովհետև ոնց որ էշի հետ խոսած, էշի միջոցով։ Այո, չէ, Կարա, բայց չէ լինի դες մի բան։ Անի ջան, ասածս հետևյալն է, որ բոլորն են մեղավոր, ոչ մեկ իրեն թող արդար չգտնի։ Ինձ մեկ հատ արդար մարդ ցույց տվեք։ Հա, էլի, իսկականից բոլորը մեղավոր են։ Բա ոնց է խոսում չերես մեղավոր։ Որևէ մեկը ինքը անա, էս ասածս, եթե մեկին ցույց կտակ, ասեք, որ այս մեկը որևէ ազգի մեջ արդար է, չկա, կապված կլինենք։ Որևէ մեկս արժանի չեն, դրա համար ենք մենք Քրիստոսի շնորհով փրկվում, ոչ թե փրկված, այլ փրկվում։ Այսինքն, սա շնորհի գաղափար է։ Մենք փրկվում ենք Քրիստոսի։ Շնորհը ինչ է, որ Աստված աչք է փակում, թե նվեր է տալի այդ պահին։ Շնորհը ինքը ծածկում է մեր մեղքերի բազմությունը։
Վաու։ Եվ մեզ դրանով առաջնորդում է, որովհետև եթե շնորհ չունենանք, մեր մեղքերի մեջ մենք կթաթախվենք, բայց անընդհատ Աստված կարծես թե այդ մաքրությամբ մեզ զտում է, անընդհատ մեզ զտում է, որովհետև երբեմն սա ինքը իր մեծ բաժինն է անում, մենք էլ երբեմն եթե իրապես կարող ենք մեր արցունքների միջոցով ենք, ինչպես Նարեկացին ասում է, այսինքն խոստովանությամբ ու զղջումով անդադար, ոչ թե մեկ անգամ, ինչպես Հաղրամյանը ասի։ Մենք էլ մեր փոքրիկ բաժինն ենք անում, Աստծունը գետերն են, մերը կաթիլն է, բայց մենք էլ մեր բաժինը տանենք։ So ասածս հետևյալն է, որ որևէ մեկը կատարյալ չի, սուրբ չի, որ արժանի լինի ու մենք գնանք այդ մարդուց ստանանք, դրա համար երկու տարբեր բան կա։ Երբ որ ինքը քահանայություն է անում այլ խոսքով, դա Աստծուց տրված բաժինն է։ Բայց երբ որ դու իր հետ զուտ անձնական հարաբերության մեջ ես, դա ես կարծում եմ, որտեղ քահանայություն չկա այլևս, դա մարդկային հարաբերություն է ու դու այդտեղ կարող ես օրինակ ես մի հոգևորականի հետ կարող եմ շատ ավելի մտերիմ լինել, որտեղ գաղափարապես իրար մոտ ենք, հոգեպես իրար մոտ ենք, ավելի լավ ենք իրար ընկալում, մեկին հետ մտերիմ չլինեմ, բայց սա չի նշանակում, որ ես մեկի քահանայությունը ավելի շատ եմ հարգում, քան մյուսը, իբրև անձ, իբրև կերպար։ Կարաս ընկերություն անես կամ հոգևորականների մեջ է, նույն հոգևորականներն ունեն ընկերներ, ընկեր հոգևորականներ ունեն ոչ ընկեր, բայց այդ փարգանքն ու պատիվն ունեն։ Այստեղ օրինակ մեր թեմում շուրջ 50 հոգևորական կա, բոլորը բոլորի հետ մտերիմ ու ընկեր չեն։ Բայց բնական մարդիկ, որ իրար հետ են ընդհանուր ինչ-որ բաներ ունեն, ավելի մտերիմ են, մյուսները չէ, բայց այդ որևէ մեկը չկա, որ ասի ես ավելի շատ իշխանություն ունեմ քահանայական, քան դու, որովհետև ես ավելի մաքուր եմ։ Եթե այդպես ես փարիսեցի ես տամ։ Ուրեմն զատորոշենք քահանայությունը, ծառայությունը, Աստծո ծառայությունը, այո, որ օծությամբ է գալիս, մարդկայինից։ Մարդկային պարագան շատ հստակ է ու կարա լինի, որ օրինակ ես հոգևորականին շատ եմ հավանում կամ չեմ հավանում, իբրև մարդ։ Բայց դա չպետք է լինի։ Նույնը, տեսեք, նույնը մեր կյանքում էլ կա։ Դու կարող ես քո ծնողի հետ գնալով հեռվանաս, գաղափարապես, արժե համակարգը, բայց ինքը չի դադարում քո ծնողը լինելուց։ Միգուցե էլ այդ մտերմությունը չունենաս, բայց ինքը միևնույն է քո ծնողն է։ So նույնը կամ եղբայրդ։ Այո, կարող է դու կամ քույրդ։ Կարող է դու տարիների ընթացքում սառես ու շատ հաճախ է ցավոք լինում, բայց դա չի դադարում, այդ մարդը չի դադարում քո քույրը կամ եղբայրը լինելուց։ Հայք, իսկ վաղը պատարագին կարգալույց եղած քահանան, որ պիտի հաղորդություն տա, արդյոք ես կարող եմ կարգալույց եղած քահանայից հաղորդություն վերցնել, թե արդեն այդ խորհուրդը իր վրայից անցավ քահանայի։ Տեսեք, Քրիստոս եկեղեցուն առաքյալներին տվեց իշխանություն կապելու եւ իշխանություն արձակելու։ Մենք սա ասացինք 16-րդ գլուխն է Մատթեոսի։ Եվ ոչ միայն։ Եթե այդ եկեղեցին է տվել իշխանությունը որևէ հոգևորականի, ու մարդ ընդունել է ու դարձել է քահանա, այդ նույն եկեղեցին իշխանություն է տալի, ունի նաեւ իշխանություն վերցնելու։ So հիմա դու տվածը ընդունում ես, ասում ես ես քահանա եմ, բայց վերցրածը չես ընդունում։ Սա չի լինում։ Որովհետև այստեղ եկեղեցու իշխանության հարց է։ Անձնական հարց չի, կարող է այդ կարգալույց եղած քահանային ես մտերիմ լինեմ, կարգալույց եղած քահանաներ կան, այստեղ որ մտերիմ եմ ես իրանց հետ։ Կարող է ավելի, քան կարգովի։ Հա, ես եմ տեսել, որ մարդիկ նորմալ գալիս են, կարգալույց եղած են, բայց նորմալ հավատացել են։ Բայց այն որ ես հաստատ իրանից հաղորդություն չեմ ստանա, անկախ իր մտերմությունից, դա որտեվ ես գիտեմ, որ ինքը կարգի մեջ չի։ Երբ որ եկեղեցին իր կարգի մեջ կհաստատի սիրով, որտեվ այստեղ գաղափարը կառույցն է, անձը չի, մենք խառնում ենք։ Եկեղեցին է, որի գլուխը Քրիստոս է։ Եվ եթե մի տերև չի կարող շարժվել առանց Քրիստոսի իմացության, ուրեմն եկեղեցին էլ չի կարող շարժվել առանց Քրիստոսի իմացության։ Իսկ ես կանիծվեմ, եթե գնամ վաղվա օրինակ պատարագին եւ կարգալույցից վերցնեմ, հետևանքներ կունենա իմ այդ քայլը, որ ես ընդունեմ դա որպես հաղորդություն։ Ես sense ասեմ, եթե առանց իմանալու եք եղել, Թերևս չգիտեմ, չեմ կարծում, որովհետև բայց եթե իմանալով հանդերձ եք գնում, դուք մերժում եք Քրիստոսի մարմինը, որ եկեղեցին է, որ կոնկրետ քահանան Քրիստոսի մարմնի մի անդամ է եղել, բայց Քրիստոսի ամբողջական մարմինը եկեղեցին է, ու դու մերժում ես Քրիստոսի մարմինը, ու դրա համար էր, երբ որ նորից եմ ասում, մեջ վերեցինք, չէ, այդ երկրորդում մնաց օրթացի բանը, 29-րդ գլխի, որ
մեկ իրան վերապահեց իշխանություն անելու մի բան, որ այլևս իրենը չի։ Ինչ էր թագավորի անունը։ Օզիան։ Օզիա։ Այո։ Եվ ինչ եղավ, մարգարեն ասեց դու Աստծո դեմ դուրս եկար։ Ու չես կարող։ Քեզնից վերցվել է։ Ու նույնը մենք տեսնում ենք Սավուղի օրինակի մեջ, որ Սավուղից էլ վերցվեց այդ իրավունքը եւ Աստված Սավուղից երես թեքեց եւ Դավիթին ընտրեց, չնայած որ օծվել էր։ Եվ այնպես մենք միշտ ենք ասում, որ այդ օծությունը չի անցնում այդ մարդու վրայից, այսինքն եթե իրան վերականգնում են նորից իշխանություն պիտի տրվի, էլ չեն նորից ձեռնադրում, բայց պիտի տան այդ իշխանությունը, որ ինքը կարողանա։ Նորից չեն ձեռնադրում, բայց հետ են տալի։ Ինչ է տարքիրա։ Աղոթքով իրանց վերականգնում են, բայց այսինքն նորից իշխանություն են տալիս։ Եթե դեպքեր կան, որ ես գիտեմ, քանի հոգևորական, որ վերականգնվել են։ Հա, վաու։ Բայց այդ ժամանակ, երբ որ իրանք վերականգնված չէին, իրանք պատարակ չէին մատուցում։ Եկեղեցու հանդեպ սեր ունեին, գնում էին սարկավակություն էին անում, ծառայում էին։ Հասկանում եք, այդտեղ էլ խոնարհության հարց կա։ Այո, ես կարծում եմ ամենամեծ հարցը, մեր միջի ամենամեծ խնդիրը էդի խոնարհությունն է, որ շատ անգամ մենք կորցնում ենք։ Հայ, իմ մտքով արդեն 11-ն է, բայց սրա մասին ուզում եմ ձեր հետ կիսվեմ, ինչ կարծիքի եք։ Շատ եք խոսում խորհրդից եւ ընդհանրապես մեր եկեղեցում ամբողջ օրը խորհուրդներից ենք խոսում ամեն շաբաթ, որ կան խորհուրդներ, այսինքն խորհուրդ, որը գաղտնիք է, որ Քրիստոս ինչ որ չափով բացել է եւ շարունակում է բացել, եւ կան մարդիկ, ովքեր լիքը արդեն հասկանում են այդ խորհուրդը, բայց մարդկա իրան բացված չի։ Եվ ես կարծում եմ, այս թեմատիկան, որ այսօր մեր հայրենիքում սենց սկանդալային տեսք է ստանում, խնդիրը հասարակ ժողովրդի եւ ինչու՞ չէ նաեւ իշխանության չհասկանալը այս խորհուրդների, որտեղ եթե մի բանը գաղտնիք է, դուք նշեցիք, որ նույնիսկ հոգևոր մարդիկ շատ անգամ չեն հասկանում, չէ՞, այդ գաղտնիքը, այդ խորհուրդը դու գնում ես, եկեղեցին մինչև այսօր մեծ պատարակը, որ խորհուրդ է, ամեն անգամ գնալուց նոր բան ես սովորում, եւ փաստորեն մեր ժողովրդի չհասկանալը այդ խորհուրդները, չիմանալ, որ նույնիսկ կան։ Ես չեմ էլ իմացել, որ մեր եկեղեցում խորհուրդ կա, որտեղ աղանդավորները չունեն խորհուրդ։ Դες հասկացողություն իրաց մոտ չկա։ Եվ ես նոր եմ սովորում, որ կա խորհուրդ, որ դու պիտի քեզ Աստված տանում է, բացում է այդ խորհուրդը։ Աստիճանաբար բացում է։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովրդի մոտ այս ռեակցիան եւ ընդհանրապես իշխանության այս ռեակցիան, որ սենց այս ամեն ինչը խառնվեց, երևի թե իրանց ուզածը դա է, ցավոք սրտի, մեր չիմանալը եւ չհասկանալը այդ խորհուրդները։ Հաստատ, ես համոզիտ եմ, նայեք, նույնիսկ Քրիստոսը ինքը աստիճանաբար աշակերտների համար բացում էր երկնքի արքայության խորհրդի իմանալի բաժինը, որտեղ անիմանալի է, նույն երկնքի ինքը քրիստոնեությունն է խորհուրդ։ Որևէ մեկը չկա ու չի եղել, որ քրիստոնեությունը կկարողանա ամբողջությամբ հասկանալ։ Դա միայն մեր Տերն է հասկանում, որտեղ ինքն է, իրենով ամեն ինչ։ Բայց ամեն մեկս մի չափ ենք հասկանում քրիստոնեության, ու Քրիստոսի մարմինն էլ խորհուրդ է, որտեղ եկեղեցին անբացատրելի է, որտեղ Քրիստոս ինքնին ամեն ինչ խորհրդին էր տանում, ասում էր, այս հացը տեսնում ես, սա իմ մարմինն է, այս գինին տեսնում ես, սա իմ արունն է, սա խորհուրդ է։ Ոնց կարա չէ ուտես ինչ որ մեկի մարմինը։ Դու աչքով տեսնում ես հաց, աչքով տեսնում ես գինի։ Դու կարող ես նույնիսկ շոշափել բերանով, լեզվով զգալ, որ սա հաց է, սա գինի է։ Բայց Քրիստոս իր խոսքով ասում է, սա իմ մարմինն է, սա իմ արյունն է։ Այստեղ է խորհուրդը, որ ինքը բարձրացնում է մի տեղ, որը ինձ համար անհասկանալի է, ու դրա համար է գալիս այստեղ հավատքի գործոնը, որ ես պիտի սա որոշ բաներ, հիմնական բաներ հավատամ Քրիստոսի խոսքին, որ սա իր մարմինն է, սա իր արյունն է։ Կան որ երբ որ մեկը մկրտվեց ու դարձավ նոր մարդ, վերստին ծնունդ ստացավ։ Ֆիզիկապես դու վերստին ծնունդ չես ստանում։ Ամեն ինչ չի ջնջվում կոմպյուտերի նման ու նորից սկսում։ Բայց դու գիտես, որ դու մկրտվել ես ու դու վերստին ծնունդ ես ստացել։ Սա նորից խորհուրդ է։ Ու ինչ է ասածս, որ այս խորհուրդը աստիճանաբար անգամ առաքյալների համար էր դժվար, աստիճանաբար էր ինքը բացում։ Պատահական չի, որ ինքը մի օրում չբացեց իրանց մտքերը։ Քրիստոս կարող էր մեկ օրում բացել ու ասել գնացեք։ 3 տարի շարունակ հետը պտտացրեց, ընկան, հելան, սովորեցին հաջողություններ, ձախողումներ, այսինքն իրական կյանքը, որը որ մենք ենք ապրում, ու դրանով աստիճանաբար սկսեց իրանց մոտ բացվել։ Նույնը քրիստոնյայի մոտ է, մենք չենք մասնակցում, Քրիստոսի հետ չենք, այլ խոսքով, իր մարմնի մեջ չենք, որտեղ Քրիստոսի հետ լինել նշանակում է
առաքյալների հավաքի մեջ լինել, խմբի մեջ։ Եկեղեցի նշանակում է հավատացյալների ժողով, խումբ, ոչ թե անհատական։ Որտեվ մեզ թվում է, թե մենք առանձին որ միտեղ ենք, մենք Քրիստոսի հետ ենք։ Քրիստոս այդպես չեկավ եկեղեցին կամ իր հավատքը հիմնելու, ինքը հավաքականության մեջ հիմնեց։ Երբ որ դու հավաքականության մեջ ես, այդտեղ ես դու սկսում բացվել, այդտեղ է քեզ սկսում տրվել, որովհետև կողքինդ մի բանով կօգնի, դիմացինդ կանի։ Եվ սա միայն գիտելիքը չի, սա նաև անձնական փորձառությունն է, դժվարությունները հաղթահարելն է, մեկի համար ցավելն է, մեկի ուրախությամբ ուրախանալն է, հոգի հարազատությունն է, այս ամբողջը գալիս է, երբ որ դու սկսում ես հավաքական հավատքի մեջ մտնել։ Ու դրա համար ես միշտ խնդրում եմ մեր դասերին մանավանդ այն անձանց, ովքեր որ որոշ ժամանակ եկան ու հիմա չեն գալիս, ինձ համար ամենամտահոգեցնողը դա է, որովհետև երբ որ դու հավաքականությունից կտրվում ես, ուզես թե չուզես, դու սառում ես։ Եվ մեր ազգը, ամբողջ ազգը հավաքականությունից կտրվել է։ Մենքից, չէ՞։ 100 տարի առաջ տենց չի եղել։ Գյուղներ, ժողովուրդը գնում էր եկեղեցի, ժամ էին ասում։ 100 տարի հետո լրիվ փոխվել է։ Եվ սա ահռելի փոփոխություն։ Մենք երբեմն ասում ենք, հա, տես գյուղերը դարձան քաղաք, մեգապոլիս, Երևանը 40,000-ից կամ 30 քանի հազարից դարձավ 1 միլիոն, ու դրանով մենք ուրախանում ենք։ Այդ 1 միլիոնը դարձեց նրան, որ դարձան կոտար։ Որովհետև այդ 1 միլիոնը չի կարա քո հարազատը լինել, բայց գյուղի ժողովուրդը քո հարազատն էր, եւ ուներ իր եկեղեցին, ուներ իր քահանան, ուներ իր ժամկոչը։ Մտերիմ էին ավելի, հա։ Այո, եւ այդ ջերմությունը կար, այդ եկեղեցական ընկալումը կար, այդ ընտանիքը կար։ Բնականաբար կռիվները կային, հազար ու մի հարց, բայց բոլորը բոլորին գիտեին, ոնց որ գյուղում այսօր։ Իսկ մեգապոլիսում, քաղաքում սա չկա, ու այստեղ այդ հավաքականությունը սկսեց կորել, ու մենք չանդրադարձանք ու դրան լուծում չտվեցինք։ Հիմա եթե Երևանում, չգիտեմ, կա 10 եկեղեցի ու 1 միլիոն մարդ, սա անհնարավոր բավարարի, կամ այստեղ եթե Բրբենքում կա 20,000 հայ եւ ընդամենը 1 եկեղեցի, հնարավոր չի, կամ Գլենդելում չի լինում շատ անգամ։ Համուրախալի է, որ տեղ չի։ Բացի այն, որ հավաքականությունը չի լինում, լավ ասենք, միաբանությունը, հա։ լավ 20,000-ից 500 եկավ մի օր պատարագի, բայց դա քանի տոկոսն է ժողովրդի, շատ զրոյական տոկոսներ են։ Այդքան չգիտեմ կտրամադրեք ժամանակ թե չէ, արդեն 11-ից 6-ա սիրելիներս հարցեր եք տալիս, այստեղ Ինան գրել է մի քիչ կարգալույց տերմինից կխոսեք, ինչ է նշանակում ընդհանրապես կարգալույց լինել։ Ու կարծում եմ խոսեցինք։ Այո, կարգը, դե քահանայական կարգ կա, որը որ տրվում, այսինքն իշխանություն է տրվում եւ ինքը քահանայության ձեռնադրությունն էլ հրաշալի մի բան է, կարելի է մի օր հենց ձեռնադրության մասին, թե ինչքան անցնում, ինչպես է անցնում, հրաշք բան է ինքը։ Մաշտոց ծիսարանի գրքի մեջ կա։ Այսինքն դրանով քեզ կարգ է տրվում, որից հետո այդ կարգ տվող ինքը կարա նաև այդ կարգը վերցնի, լուծանել, այսինքն լուծանել նշանակում է վերացնել, կտրել։ Հիմա կարգ ուներ, էլ կարգ չունես, այլ խոսքով։ Կարաս անարդար կտրես։ Կարաս, լինում է, ցավոք սրտի լինում է։ Բայց այդտեղ էլ դու աշխատում ես ընդհանրապես կյանքում շատ անարդարություն։ Այո։ Բայց այդտեղ էլ Աստծո գործոնը չմոռանանք, Աստծո ներկայությունը, աղոթքները, որովհետև ի վերջո գիտենք, որ Աստված երբեք իրենին չի թողնում։ Եվ անարդարությունները բազում անգամներ ա եղել, որ վերականգնվել են։ Բայց երբ որ դու անարդարության դեմ ըմբոստանում ես, սկսում ես ավելի վատ բաներ անել, քան քո դեմ անողները, սա էլ արդեն ինքնին ավելի վատ է, որ ճիշտ էր։ Հա, ավելի վատն է ստա։ Այսինքն փորձությանը չդիմացար, որտեղ խորքի մեջ դա փորձություն է, մեծ փորձություն է։ Երբ որ մեկը անարդարորեն քեզ նեղացնում, անգամ քո անվան վերաբերյալ ինչ-որ մի բան ասում, խենթանում ես, ուր մնաց, ասենք, կարող է անարդարորեն շատ ավելի լուրջ հարցի մոտենան, բայց սա ինքնին փորձություն է, որ հաճախ եմ տեսել, մենք էլ ենք անցնում հաճախ, ամեն մարդ իր փորձությունն է անցնում, ու ստեղ էլ պետք է այդ իրապես այդ հավատքի տոկունությունը, ամրությունը, զորությունը, Քրիստոսի հանդեպ սերը ու մեկը մյուսի հանդեպ աղոթքը, որ կարողանանք դիմակայել։ Ես անընդհատ միշտ խնդրում եմ,
Միշտ խնդրում եմ, որ թվում է իմ մեր համար սրտին ա նայում Հայկ այդ ժամանակ։ Եթե քեզ ինչ որ մեկը կարգալույծ արեց անարդար ձևով, այդ պահին Աստված նայում է դու ինչ ռեակցիա տվեցիր, հավատքով մնացիր, շարունակեցիր աղոթել, թե չդիմացար, համբերություն ու հարատևություն։ Իմ մոտ շատ է տենց եղել, ու կարգալույցի պահով չէ, բայց երբ որ ինձ անարդար ձևով վերաբերվե, ես միանգամից ռեակցիա եմ տալի, ջղայնանում եմ ու ապացուցում եմ, որ ես արժանի էի դրան։ Փոխանակ ասեմ Աստված ջան, դու ինձ արդարացրու, որտեղ ես արդար եմ։ Շնորհակալություն են հայտնում Հայկ ջան, ձեզ Լուսին ասում շնորհակալություն հարցին պատասխանելու։ Այստեղ էլի այստեղ ուղակի մարդիկ կիսվել են, Տաթևը հաստատ մի լավ բան կիսված կլինի, այնտեղ հարցերին պատասխաններին։ Շնորհակալություն շատ հրաշալի թեմայի համար, չեմ ուզում ամեն անգամ ձեզ երկար պահեմ, ձեր ժամանակը խլեմ, Հայկ ջան, որտեղ ինքը ինձ թվում ամեն ինչ ասվեց եւ ավելի խորքային է թեման ունեցել էինք, բայց կարծում եմ սա ավելի խորքային կարող է այդքան չի, ինչքան ես եմ ավելի լավ ընկալում։ Էդ էլ կա, չէ, որտեղ խոսքը շատ անգամ նույնն է, բայց ես ոնց որ Անիջան, միշտ նոր բան կա, միշտ նոր բան կա, երբ որ Տերոսեփի այդ ժամանակին հեռուստացրագիր էինք անում, առաջի մեր օրերն էին 2004 թիվ, մեր կամերամենը գնացինք 1 ժամ ձայնագրվեցինք, սա զավեշտական պատմություն է։ Հետո դուրս եկանք արդեն ու բավական դժվար էր ինձ համար գոնե երիտասարդման, ասես ժողովուրդ մոռացել է, այն ժամանակ կասետներ էին, կասետը դնեի ասեց։ Ոչինչ, Էլի խոսեք։ Հիմա նորից կտնեմ, ինչ որ խոսեցիք, նույնը խոսեք։ Բնականաբար երկուս էլ ասեցին, որ դա հնարավոր չի։ Ուրեմն մի ուրիշ օր կգանք նորից բան կանենք, որովհետև խոսքը ինքնին այնքան կենթանի է, ընդհանրապես մարդկային խոսք, որ մնաց եթե Աստծուն ա վերաբերում, ինքը երբեք չի կրկնվում։ Ու այդ ժամանակ հոգով ինչ ես խոսում, այդ ինչա քեզ տրվում, ինչ մթնոլորտ է, սա լրիվ տարբեր է։ Համար թեկուզ եւ նույն թեման, ինչքան էլ լինի, ինքը միշտ նորություն կա։ Նոր բան է սովորում, այստեղ քնարիկը գրում է շնորհակալություն շատ Աստված երկար եւ շարունակական դարձնի այս եթերները։ Ամեն։ Նմանապես։ Մեկս մյուսի համար աղոթենք, միայն դա եմ խնդրում, որտեվ մանավանդ մեր եկեղեցու համար աղոթենք, այսօր շատ կարիք ունենք, շատ կարիք ունենք։ Եվ ներսից եւ դրսից խնդիրներ էլ պատասխանենք ու գնանք։ Всё, վերջին հարցն է, չեմ պատասխանելու։ Այսինքն չենք պատասխանելու, բայց Վաչոին պատասխանենք, ոնց որ Վաչոն նոր է մեզ մոտ։ Հայկ ջան, եթե եկեղեցին անսխալական է, ոնց կարա սխալ անարդար որոշում կայացնի։ Տեսեք, եկեղեցին անսխալական է տերմինը կաթոլիկյան տերմին է։ Որովհետև եկեղեցին անսխալական է հասկացողությունը իրենք տարան ուղղորդեցին դեպի հոգևորականը, դեպի հռոմեապապը, ու նույնիսկ այդ 1800-ականների կեսերին այդ մոտեցումը վերեցին, որ պապը անսխալական է, որովհետև էքս կաթեդրա, երբ որ ամբիոնից է խոսում, իր միջոցով Պետրոսն է, Պետրոսի միջոցով է Քրիստոսը։ Եկեղեցու անսխալականությունը կապված է ամենակարևոր, եթե խոսում ենք կոնկրետ հայ առաքելականի մասին, իր ուսմունքի, իր դավանանքի մեջ։ Ու դա ոչ թե եկեղեցին ինքը հորինել, այլ եկեղեցին պահել է։ Քրիստոս տվել է։ Ուսմունքն է անսխալական, Աստվածը ուսմունքը եկեղեցու անսխալական է, որովհետև Քրիստոս ինքը այդ ճշմարտությունը, աստվածային ճշմարտությունը, փրկagorցության ոչ թե մարդը, ինքը մեզ է փոխանցել եւ եկեղեցուն տրվել է իբրև մեծագույն գանձը, որ կարա երբևէ լինի ու ասել է՝ մի տար չավելացնեք եւ մի տար չպակասեցնեք դրանից։ Այս դեպքում եկեղեցու ուսմունքը անսխալական է։ Ուչարի ամբողջ աշխատանքը եղել է եկեղեցու ուսմունքի մեջ որոնց անել, որ սխալվի, շեղի։ Ու մենք համոզված ենք, այս մասին մենք անի հետ էլ խոսեցինք, որ մենք ամեն ինչ արեցինք, որ ուսմունքը ճիշտ մնա, անաղարտ մնա, մաքրամաքուր մնա։ Այս ընթացքում նույն եկեղեցականներն էին նաև այնձինք, ովքեր որ ուզում էին շեղեին ուսմունքը։ Այսինքն եկեղեցականը երբեք ճիշտ չի կարող կատարյալ ճիշտ լինել։ Եկեղեցու ուսմունքն է ճիշտ, որովհետև նույն Նեստորը, որ պատրիարքն էր, մեծագույն կերպարն էր Պողոսի, ինքը սխալ ուսմունք էր բերում, կամ Արիոսը, կամ մյուսը, եւ մեր եկեղեցում էլ են եղել բազում։ Օծումը քեզ չի տալիս ճշմարտություն։ Այո։ Այն ինչ որ կաթոլիկյան ընկալումը կա, եկեղեցու մեր մոտ չկա։ Օծումը քեզ ճշմարտությունը չի տալիս։ Քեզ ուսմունքն է տրված եւ այդ ուսմունքը Քրիստոս է տվել, որ դու պահես, ուղղակի եկեղեցին դա պահում է։ Բայց ի՞նչն է այստեղ պարագան, որ այո,
յուրաքանչյուր հոգևորական կարա սխալներ գործի ու յուրաքանչյուր հոգևորական պետքա զղջա ապաշխարի, որ այդ սխալներից շտկի։ Մեր մոտ այս խնդիրն է։ Մենք ազգով եւ շատ հաճախ նաեւ շատ հոգևորականների մոտ եմ տեսնում լավն էլ ունենք, վատն էլ, միշտ շեշտում եմ երկուսն էլ, զղջման ապաշխարության հարց չկա, անձնական։ Ու սա է, որովհետեւ չենք ուզում տեսնել, այդ կաթոլիկյան սխալ ընկալումը մտել է, որ հոգևորականը ինքն էլ երբեմն վերագրում է անսխալական։ Հոգևորականը չի կարող անսխալական լինել։ Բայց եկեղեցու ուսմունքն է, այստեղ Վաչոն գրում է Միքայել Սրբազանը նույնն էր ասում, որ եկեղեցին իր որոշումներում անսխալական է, բայց շնորհակալություն պատասխանի համար, միգուցե մենք սխալ կարանք հասկանանք Միքայել Սրբազանին, չէ՞։ Գիտեմ ինչ էր ասում, բայց եկեղեցին անսխալական է իր ուսմունքի մեջ, իսկ ուսմունքն ինքնին տրված է Քրիստոսից։ Եվ եթե ուսմունքը քեզ ասում է ասենց մի արա, եւ այս դեպքում ուսմունքը ինքը, որտեվ ուսմունքը ինքը ուղղորդում է դեպի փրկություն։ Բայց եկեղեցին ունի կանոններ, բացի ուսմունքից, դավանանքից։ Կանոնները կարող են փոխվել։ Օրինակ, ժամանակին ֆիզիոլոգիական անսխալական չեն կանոնները։ Կանոնները իհարկե կարող են փոխվել։ Ամենապարզ օրինակը բերեմ, երբ որ օրինակի համար որոշակի տարիքից ասում էին, որ նորմալ է ամուսնանալը, դա 1000 տարի առաջ, ասենք 14 տարեկանում, Հիմա դրանք չկան, որովհետև ժամանակները փոխվել են, մարդու ֆիզիոլոգիան փոխվում է, այսինքն իրանք բան են անում, կա 1000 ու մի կանոն կա, նույն կանոնագիր կայացի մեջ, նույն նաև կանոնները չպիտի չէ խառնենք ծիսակատարության, օրինակ հաղորդության հետ։ Չէ, դա խորհուրդ է։ Ամեն դրա համար եմ ասում, խորհուրդ է, մեր տգիտությունն է, Հայկ ջան, մեր տգիտությունն է, որ մենք կանոնը խառնել ենք խորհրդի հետ, խորհուրդը կանոնի է խառնենք լրիվ։ Այո, դե դրա համար եմ ասում, էլի, Քրիստոս ինչ արեց 3 տարի աշակերտներին էփեց, որի վերջո հասկանանք թե ինչ է։ Ու այնպես էլ չի, որ բոլոր հոգևորականները շատ լավ գիտակցում ու հասկանում։ Դա էլ ձեզ ասեմ։ Որովհետև մենք այս վերջերս, ինչպես որ Սուրբ Ներսի շնորհալին էր ասում, դեռ 1100-ականին շատ ենք ծուլացել։ Եվ այն ինչ որ պիտի սովորենք, ընթերցենք, որ նաև փոխանցենք, չենք անում։ Ու սա էլ մեկ այլ բան է, բայց ես մի բան մենք ունենք այս հնարավորությունը։ Ունենք մեր հայրերին, ունենք մեր ուսմունքը, ունենք մեր սրբերին, մեր հայկին։ Միշտ ասում եմ, որ անպայման սրբերի գրականությամբ, հայրերի գրականությամբ, մեր գաղտնիքը դա է, մեր հաջողության, մեր սրբության, մեր առաջընթացի գաղտնիքը մեր Սուրբ Գիրքն է ու մեր հայրերի գրականությունը։ Ամեն, 100% միշտ սրբերի գրականություն, դասեր, առանց դրա անհնար է, ես այս վերջերս ինչ-ինչ պատճառներով դասերից բացակայում եմ, նույնիսկ պատարագի չեմ գնացել առողջական խնդիրների պատճառով եւ Էնենց եմ վախենում, սենց առողջ վախ կա մոտոս եմ, որ ասում եմ աման անի, այն որ նորից պիտի վերադառնաս, որովհետև այս շատ կարևոր է, պիտի կարդաս, պիտի Աստծո խոսքի մեջ լինես եւ Փառք Տիրոջը, որ ունենք այս հնարավորությունը, որ համ մեր սրբերի գրքերը կարանք կարդանք, համ կարանք գնանք պատարագի, որտեղ շատ մարդիկ այդ հնարավորությունն էլ չունեն, որ գնան պատարագի եւ հաղորդություն ստանան, եւ ունենք հնարավորություն Աստվածաշնչյան դասերի, ինչքան շատ մեծ է Աստծո շնորհքը, եւ այսքան շատ հնարավորությունների դեպքում մենք մնում ենք տգետ, իսկ ձեր նշած քահանան, որ դեմք էր, թաքուն մոսպիտակ, կամուրջի տակ հավաքվում էին, որովհետև կարող է իրանց սպանեին։ Միգուցե մեզ պետքա, որ մեզ հետապնդեն, որ մենք լրջանանք մի հատ Հայկ եւ այս ծուլությունը մեր միջից գնա։ Միգուցե։ Հա, մնում է հավատքը գործի մեջ տնենք։ Ամեն։ Всё, 17 րոպե ավել մնացինք ամեն անգամ։ Շնորհակալություն շատ Հայկ ջան, որ կիսվում եք մեզ հետ, շնորհակալություն մեր հետևորդներին, որ մեզ հետ էինք, այսօր ավելի համեմատած, ավելի շատ էինք լայվի մեջ, որ Փառք Տիրոջը շատ լավ նշան է, կիսվեք, շատ կարևոր էր, լսեցիք թեման, ինչքան կարևոր է, կիսվեք ձեր հարազատների հետ, ովքեր ունեն ուրիշ կարծիք, կամ կասկածում են, կամ գայթակղված են, անպայման կիսվեք, որտեղ դա ձեր գործն է, հավատացյալի գործն է, եթե ինքը լուսավորվել է, ապա պիտի լուսավորի նաև իր շրջապատին։ Всё, շատ խոսացի, կներեք 1000 անգամ գնացինք, պակա։ Տեսություն աջան, շնորհակալ ենք, իրապես Փառք Աստծո։ Փառք Տիրոջը, հաջողություն։